Հենց այս վարքյանին, միշտ դուք կարդում եք այս բառերը, արհեստական բանականությունը վերլուծում է ռադիոազդանշաններ, որոնք ժամանում են երկիր մոլորակ տասնյակ լույսի տարիների հեռավորությունից։ Այն աշխատում է անընդհատ, 24 ժամ 7 օր շաբաթվա ընթացքում, սկանավորելով տվյալների այնպիսի ծավալներ, որոնք մարդկային ուղեղը երբեք չէր կարող մշակել։ 2026 թվականի հունվարին Breakthrough Listen նախագիծը հրապարակեց արդյունքներ, որոնք ստիպեցին գիտական համայնքին սառչել։ Արհեստական բանականությունը վերլուծեց 20 տարվա արխիվային տվյալները, ավելի քան 5 միլիարդ ռադիոազդանշան, եւ գտավ ինչ-որ բան։ Ոչ թե պատահական աղմուկ, ոչ թե բնական երևույթ, այլ կրկնվող օրինաչափություն, որը գալիս էր Proxima Centauri համակարգից, 4.2 լույսի տարվա հեռավորությունից։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք լսել շշուկ ֆուտբոլի ստադիոնում, որտեղ 100,000 մարդ գոռում է միաժամանակ։ Հիմա բազմապատկեք այդ աղմուկը միլիարդ անգամ։ Սա է այն խնդիրը, որի առջև կանգնած են SETI ծրագրի գիտնականները, Search for Extraterrestrial Intelligence։ Տիեզերքը լի է ռադիոազդանշաններով։ Աստղերը արտադրում են ճառագայթում։ Գալակտիկաների միջուկները ճչում են էլեկտրամագնիսական ալիքներով։ Մեր սեփական տեխնոլոգիաները աղտոտում են դիտարկումները։ 70 տարի շարունակ մարդիկ փորձում էին գտնել իմաստ այս տիեզերական աղմուկի մեջ, բայց մարդկային ուղեղը չի կարող մշակել այդքան տեղեկատվություն։ Մենք կարող ենք վերլուծել հազարավոր ազդանշաններ։ Արհեստական բանականությունը կարող է վերլուծել միլիարդներ։ 2022 թվականին Breakthrough Listen թիմը, որը հիմնադրվել էր Սթիվեն Հոքինգի կողմից 2015 թվականին, կայացրեց ռադիկալ որոշում։ Նրանք վերցրին իրենց ամբողջ արխիվը, տվյալներ Green Bank-ի հսկայական ռադիոտելեսկոպից Արևմտյան Վիրջինիայում, Պարքսի դիտարանից Ավստրալիայում, Միրկած զանգվածից Հարավային Աֆրիկայում։ 20 տարվա դիտարկումներ։ Պետաբայցր տեղեկատվության։ 5 միլիարդ 200 միլիոն առանձին ռադիոազդանշան։ Եներկայացրին այս ամենը նեյրոնային ցանցին, որը վերապատրաստված էր հայտնաբերելու օրինաչափություններ, որոնք մարդկային աչքը չէր կարող տեսնել։ Արհեստական բանականությունը սկսեց աշխատել։ Ոչ թե որպես մարդ, ով ուսումնասիրում է ազդանշանները մեկ առ մեկ, այլ որպես համակարգ, որը տեսնում է ամբողջ պատկերը միաժամանակ։ Այն փնտրում էր ոչ թե կոնկրետ հաճախականություններ, այլ հարաբերություններ, կապեր, կրկնություններ, որոնք չէին կարող լինել պատահական։ Նեյրոնային ցանցը վերլուծեց տվյալները 6 ամիս շարունակ, օգտագործելով 112 գրաֆիկական պրոցեսոր Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի ճյուղի սերվերներում։ Այն մերժեց 4 միլիարդ 800 միլիոն ազդանշան որպես բնական աղմուկ։ Մերժեց 398 միլիոն որպես մարդկային միջամտություն։ Բայց 3 միլիոն 800 հազար ազդանշան դասակարգվեցին որպես անորոշ։ Հետո արհեստական բանականությունը սկսեց նայել խորը։ Այն վերցրեց այդ 3 միլիոն 800 հազար անորոշ ազդանշանները և փնտրեց ավելի բարդ օրինաչափություններ։ Ժամանակային կապեր, հաճախականային հարաբերություններ, աստղագրական ծագման կետեր։ Եվ գտավ ինչ-որ բան, որը ստիպեց ծրագրի ղեկավար Էնդրյու Սիմեոնին զանգահարել իր թիմին կեսգիշերին։ 117 ազդանշան, որոնք բոլորը գալիս էին երկնքի նույն մասից։ Բոլորը ունեին նույն հիմնական հաճախականությունը՝ 1420 մեգահերց։ Բոլորը կրկնվում էին ճշգրիտ ինտերվալներով, 7 ժամ 36 րոպե։ Բոլորը ուժեղանում էին և թուլանում էին նույն ձևով։ Proxima Centauri, մեր ամենամոտ աստղային հարևանը, 4.2 լույսի տարի հեռավորության վրա։ Կարմիր թզուկ, որը 3 անգամ փոքր է արևից և 1000 անգամ ավելի մթին։ Բայց այս աստղի շուրջը պտտվում է մոլորակ։ Proxima b, քարային աշխարհ, որը գտնվում է այսպես կոչված բնակելի գոտում, այնտեղ, որտեղ ջուրը կարող է մնալ հեղուկ վիճակում։ 2016 թվականին Եվրոպական հարավային աստղադիտարանը հայտարարեց այս մոլորակի հայտնագործության մասին։ 2019 թվականին հաստատվեց երկրորդ մոլորակի գոյությունը։ 2020 թվականին երրորդի։ Ամբողջ համակարգ, որը պտտվում է մեր ամենամոտ աստղի շուրջը։ Բայց ահա ինչն է տարօրինակ։ 117 ազդանշանները չէին գալիս Proxima b մոլորակից։ Նրանց ծագման կետը տեղաշարժվում էր։ Արհեստական բանականությունը հաշվարկեց հետադարձ, օգտագործելով աստղագիտական տվյալներ 3 տարբեր աղբյուրներից։ Ազդանշանները գալիս էին ավելի հեռվից, ոչ թե մոլորակից, որը գտնվում է 7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա իր աստղից, այլ ինչ-որ բանից, որը գտնվում էր մոտավորապես 2 աստղագիտական միավորի հեռավորության վրա Proxima Centauri-ից։ 2 անգամ ավելի հեռու, քան Երկիրը արևից։ Այնտեղ, որտեղ ոչ մի մոլորակ չպետք է լիներ։ Դեկտեմբերի 12-ին 2025 թվականին Breakthrough Listen թիմը անցկացրեց փակ հանդիպում։
17 գիտնականներ Բերքլիից, Օքսֆորդից, Քեմբրիջից և Սիդնեից։ Նրանք քննարկեցին 5 հիպոթեզ։ Առաջին՝ սարքավորումների սխալ։ Բայց ազդանշանները գրանցվել էին 3 տարբեր տելեսկոպներով 3 տարբեր մայրցամաքներում։ Երկրորդ՝ մարդկային միջամտություն։ Բայց հաճախականությունը չի համընկնում ոչ մի հայտնի արբանյակի, ռադիոկայանի կամ ռադարի հետ։ Երրորդ՝ բնական երևույթ։ Բայց ոչ մի հայտնի աստղագիտական օբյեկտ չի արտադրում այսպիսի կրկնվող օրինաչափություն։ Չորրորդ՝ արհեստական բանականության սխալ։ Բայց երբ մարդիկ ձեռքով ստուգեցին տվյալները, օրինաչափությունը մնաց։ Հինգերորդ՝ հիպոթեզը ոչ ոք չուզում էր բարձրաձայնել։ Պատկերացրեք, որ դուք ստանում եք նամակ անծանոթ լեզվով։ Դուք չգիտեք, թե ինչ է գրված այնտեղ, բայց դուք տեսնում եք, որ տառերը կազմում են բառեր։ Բառերը կազմում են նախադասություններ։ Նախադասությունները կազմում են պարբերություններ, դուններ։ Դուք չեք կարող կարդալ այն, բայց դուք տեսնում եք կառուցվածքը։ Դուք տեսնում եք, որ սա ոչ թե պատահական նիշեր են, այլ հաղորդագրություն։ Սա է այն, ինչ արհեստական բանականությունը տեսավ Պրոքսիմա Կենտավրիից գալիս ազդանշաններում։ Ոչ թե պարզապես ռադիոալիքներ, այլ կառուցվածք։ Մարտի 20-ին 2026 թվականին թիմը որոշեց անել ինչ-որ բան անսովոր։ Նրանք ուղարկեցին իրենց տվյալները 3 անկախ խմբերի, չբացատրելով, թե որտեղից են այդ ազդանշանները։ Առաջին խումբը Մաքս Պլանկի ինստիտուտից Գերմանիայում, երկրորդը Տոկիոյի համալսարանից, երրորդը Սեթի ինստիտուտից Կալիֆոռնիայում։ Նրանք խնդրեցին յուրաքանչյուր խմբին վերլուծել ազդանշանները, անկախ օգտագործելով իրենց սեփական մեթոդները։ 3 շաբաթ անց բոլոր 3 խմբերը վերադարձրին նույն եզրակացությունը։ Սա ոչ թե բնական երևույթ է, սա ոչ թե մարդկային միջամտություն է, սա ինչ-որ բան է, որը պահանջում է հետագա ուսումնասիրություն։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում կառուցվածք ռադիոազդանշանի համատեքստում։ Երբ բնությունը արտադրում է ռադիոալիքներ, դրանք սովորաբար լայնաշերտ են։ Պուլսարը ճառագայթում է բազմաթիվ հաճախականություններով միաժամանակ։ Սև խոռոչը արտադրում է աղմուկ ողջ սպեկտրում։ Նույնիսկ մեր արևը արտադրում է ռադիոալիքներ, բայց դրանք տարածվում են լայն տիրույթում։ Բայց երբ մարդիկ ուղարկում են ռադիոազդանշան, մենք կենտրոնացնում ենք էներգիան նեղ հաճախականային շերտում։ Սա ավելի արդյունավետ է։ Սա թույլ է տալիս ազդանշանին ճանապարհորդել ավելի հեռու։ Սա է այն, ինչ տեսավ արհեստական բանականությունը։ Ազդանշները Պրոքսիմա Կենտավրիից ունեին անհավատալի նեղ հաճախականային լայնություն, ընդամենը 0.003 Հց։ Բայց կար ավելին, ազդանշանները փոխվում էին ժամանակի ընթացքում, ոչ թե պատահականորեն, այլ օրինաչափ կերպով։ Արհեստական բանականությունը հայտնաբերեց, որ յուրաքանչյուր 7 ժամ 36 րոպեն ազդանշանը կրկնում էր նույն հաջորդականությունը. 5 վայրկյան ուժեղ ազդանշան, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան միջին ուժգնությամբ ազդանշան, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան թույլ ազդանշան։ Հետո ամբողջ ցիկլը կրկնվում էր, կրկին և կրկին, 20 տարի շարունակ։ Նույն օրինաչափությունը, նույն ժամանակացույցը, նույն աղբյուրը։ Ապրիլի 2-ին Breakthrough Listen թիմը հրապարակեց նախնական հաղորդագրություն գիտական համայնքին, ոչ թե մամուլի համար, ոչ թե հանրության համար, այլ փակ ցանցում, միայն Սեթի հետազոտողների համար։ Նրանք կիսվեցին իրենց տվյալներով և խնդրեցին օգնություն։ Արդյոք ինչ-որ մեկը տեսել է նման բան։ Արդյոք կա բնական բացատրություն, որը նրանք բաց են թողել։ Արդյոք սա կարող է լինել նոր տեսակի աստղագիտական երևույթ։ Պատասխանները սկսեցին ժամանել։ 86 գիտնական 17 երկրներից։ Ոմանք առաջարկեցին բացատրություններ։ Միգուցե սա էկզոմուլտ է, արտագալակտիկական մոլորակ, որը պտտվում է անսովոր ուղեծրով։ Միգուցե սա նոր տեսակի փոփոխական աստղ է։ Միգուցե սա քվանտային երևույթ է, որը մենք դեռ չենք հասկանում։ Բայց յուրաքանչյուր բացատրության համար գտնվեց հակափաստարկ։ Էկզոմուլտը չի կարող արտադրել ռադիոազդանշաններ այսպիսի կառուցվածքով։ Փոփոխական աստղերը չեն կրկնում նույն օրինաչափությունը տասնյակ տարիներ շարունակ։ Քվանտային երևույթները չեն գործում մակրոսկոպիկ մասշտաբներում։ Մայիսի 15-ին թիմը կայացրեց վճռորոշ որոշում։ Նրանք պետք է ուղարկեին նոր դիտարկման հարցում։ Ոչ թե վերլուծեին հին տվյալները, այլ ուղղակիորեն ուղղեին տելեսկոպները դեպի Պրոքսիմա Կենտավրի և լսեին իրական ժամանակում։ Եթե ազդանշանը դեռ այնտեղ է, եթե այն դեռ կրկնում է նույն օրինաչափությունը, ապա սա կլինի ամենակարևոր հաստատումը։ Նրանք ամրագրեցին ժամանակ Green Bank-ի տելեսկոպում հունիսի 2-ից մինչև հունիսի 15-ը, 13 օր անընդհատ դիտարկման։
Ամենամեծ ռադիոտելեսկոպը հյուսիսային կիսագնդում ուղղված դեպի մեր ամենամոտ աստղային հարևանը։ Բայց մինչ այդ նրանք պետք է պատասխանեին մեկ այլ հարցի. ինչ անել, եթե ազդանշանը իսկապես արհեստական է։ Ինչ անել, եթե այնտեղ իսկապես ինչ-որ մեկը կա։ Արդյոք մենք պետք է պատասխանենք։ Արդյոք մենք պետք է ուղարկենք մեր սեփական ազդանշանը հետ։ Սա ոչ թե տեխնիկական հարց է, սա փիլիսոփայական հարց է։ Սա հարց է, որը վերաբերում է ամբողջ մարդկությանը։ 2005 թվականին, երբ Breakthrough Listen նախագիծը հիմնադրվեց, Սթիվեն Հոքինգը նախազգուշացրեց։ Նա ասաց, որ եթե մենք հայտնաբերենք արտաերկրային քաղաքակրթություն, ծմենք պետք է լինենք շատ զգույշ։ Նա հիշեցրեց, թե ինչ պատահեց, երբ Քրիստոֆոր Կոլումբոսը հասավ Ամերիկա։ Երբ տեխնոլոգիապես առաջադեմ քաղաքակրթությունը հանդիպում է ավելի քիչ զարգացածին, արդյունքը հազվադեպ է լինում լավ, ավելի քիչ զարգացածի համար։ Բայց Հոքինգը նաև ասաց, որ մենք չենք կարող դադարեցնել որոնումները։ Մենք պետք է իմանանք, մենք պետք է հասկանանք, թե արդյոք մենք միայնակ ենք։ Հիմա 11 տարի անց այդ հարցը այլևս տեսական չէ։ Հունիսի 2-ին 2026 թվականին Green Bank-ի տելեսկոպը սկսեց իր դիտարկումները։ 100 մետր տրամագծով ափսե, որը կշռում է 700 տոննա, դանդաղորեն պտտվեց դեպի Պրոքսիմա Կենտավրի։ 17 գիտնականներ նստած էին վերահսկման սենյակում արևմտյան Վիրջինիայի լեռներում։ Նրանք չգիտեին, թե ինչ կգտնեն։ Միգուցե ոչինչ։ Միգուցե հին տվյալները սխալ էին։ Միգուցե ազդանշանը դադարել էր տարիներ առաջ, եւ նրանք պարզապես վերլուծում էին արձագանքներ անցյալից։ Առաջին 6 ժամը անցան լռության մեջ։ Տելեսկոպը ստանում էր ազդանշաններ, բայց ոչինչ անսովոր։ Պրոքսիմա Կենտավրին ինքը արտադրում էր իր սովորական ռադիոճառագայթումը։ Հետնամասում լսվում էր տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը։ Մի քանի արբանյակներ անցան տեսադաշտով, բայց ոչինչ, որը համապատասխանում էր օրինաչափությանը, որը արհեստական բանականությունը գտել էր հին տվյալներում։ Հետո, ժամը 14:26 րոպեին ինչ-որ բան փոխվեց։ Մոնիտորները սկսեցին ցույց տալ Spike 1420 MHz-ի հաճախականության վրա։ Ճիշտ այնտեղ, որտեղ արհեստական բանականությունը կանխատեսել էր։ Ազդանշանը ուժեղացավ 5 վայրկյանում, հետո լռություն 3 վայրկյան, հետո միջին ուժգնությամբ ազդանշան 2 վայրկյան, հետո լռություն 1 վայրկյան, հետո թույլ ազդանշան 7 վայրկյան։ Ճիշտ այնպես, ինչպես հին տվյալներում, ճիշտ այնպես, ինչպես արհեստական բանականությունը նկարագրել էր։ Սենյակում ոչ ոք չշարժվեց, ոչ ոք չխոսեց։ Նրանք պարզապես դիտում էին, թե ինչպես է օրինաչափությունը կրկնվում, կրկին եւ կրկին։ 7 ժամ 36 րոպե անց նոր ցիկլ։ Նույն հաջորդականությունը, նույն ժամանակացույցը, նույն հաճախականությունը։ Ազդանշանը դեռ այնտեղ էր։ 20 տարի անց այն դեռ հաղորդում էր։ Ինչ որ բան Պրոքսիմա Կենտավրի համակարգում դեռ ուղարկում էր այս հաղորդագրությունը դեպի տիեզերք, դեպի մեզ։ Ենդրյու Սիմեոնը նայեց ժամացույցին։ Ժամը 15:03։ 37 րոպե անցել էր առաջին ցիկլի հայտնաբերումից։ Նա գիտեր, որ եթե օրինաչափությունը իսկապես կրկնվում է 7 ժամ 36 րոպե ինտերվալներով, ապա հաջորդ ազդանշանը պետք է գա ժամը 22:39։ Բայց նա չէր կարող սպասել 7 ժամ։ Նա պետք է հասկանար, ինչ է տեղի ունենում հենց հիմա։ Վերահսկման սենյակում 17 գիտնականները բաժանվեցին 3 խմբի։ Առաջին խումբը, որը ղեկավարում էր ռադիոաստղագետ Մարիա Շնայդերը, Մաքս Պլանկի ինստիտուտից, սկսեց վերլուծել ազդանշանի ֆիզիկական բնութագրերը։ Հաճախականությունը 1420.003 MHz, լայնությունը 0.003 Hz, բևեռացումը շրջանաձև, դոպլերյան տեղաշարժը -0.05 Hz վայրկյանում։ Այս վերջին թիվը նշանակում էր, որ աղբյուրը շարժվում էր հեռանում մեզանից վայրկյանական 2 կիլոմետր արագությամբ։ Երկրորդ խումբը, որը ղեկավարում էր աստղաֆիզիկոս Ջեյմս Չենը Տոկիոյի համալսարանից, սկսեց հաշվարկել ազդանշանի ծագման ճշգրիտ կոորդինատները։ Նրանք օգտագործեցին 3 տարբեր մեթոդ՝ ինտերֆերոմետրիա, ժամանակային տարբերակում եւ բևեռացման վերլուծություն։ Բոլոր 3 մեթոդները ցույց տվեցին նույն արդյունքը։ Աղբյուրը գտնվում էր ուղղափառ համաձայնեցման 14 ժամ 30 րոպե, անկյունաչափման -62 աստիճան։ Սա ճիշտ Պրոքսիմա Կենտավրի դիրքն էր երկնքում։ Բայց ավելի ճշգրիտ հաշվարկները ցույց տվեցին, որ աղբյուրը տեղաշարժված էր 2.3 աստղագիտական միավորով դեպի արևելք աստղից։ Երրորդ խումբը, որը ղեկավարում էր տվյալների գիտնական Պրիա Մալոտրանսեթի ինստիտուտից, սկսեց փնտրել թաքնված օրինաչափություններ ազդանշանի ներսում։ Նրանք վերցրին 5 վայրկյանանոց ուժեղ ազդանշանի հատվածը եւ բաժանեցին այն 1000 մասի։
Յուրաքանչյուր 5 միլիվայրկյանանոց հատված վերլուծվեց առանձին, եւ այնտեղ, թաքնված ամպլիտուդի փոփոխությունների մեջ, նրանք գտան ինչ-որ բան անսովոր։ Ազդանշանը չէր պարզապես միատեսակ ճառագայթում։ Այն պարունակում էր փոքրիկ տատանումներ, ամպլիտուդի 10% փոփոխություններ, որոնք կրկնվում էին 7 միլիվայրկյանանոց ինտերվալներով։ Պատկերացրեք, որ դուք լսում եք երաժշտություն, ոչ թե պարզապես մեկ նոտա, որը հնչում է անընդհատ, այլ մեղեդի, ռիթմ, կառուցվածք։ Սա է այն, ինչ Պրիայի թիմը հայտնաբերեց։ Ազդանշանը ուներ ներքին կառուցվածք, շերտեր, տեղեկատվություն, որը կոդավորված էր ոչ թե հաճախականության փոփոխությունների մեջ, այլ ամպլիտուդի միկրոտատանումների մեջ։ Նրանք հաշվարկեցին, որ յուրաքանչյուր 5 վայրկյանանոց պուլսը պարունակում էր մոտավորապես 712 առանձին բիտ տեղեկատվության։ Եթե ամբողջ օրինաչափությունը 5 վայրկյան ուժեղ, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան միջին, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան թույլ դիտարկել որպես մեկ հաղորդագրություն, ապա յուրաքանչյուր հաղորդագրությունը պարունակում էր մոտավորապես 2119 բիտ տվյալների։ Ժամը 16:25-ին Մարիան զանգահարեց Էնդրյուին։ Նրա ձայնը դողում էր։ «Մենք ունենք խնդիր», ասաց նա։ Ազդանշանի հզորությունը չի համապատասխանում ոչ մի հայտնի տեխնոլոգիայի, նա բացատրեց։ Եթե ազդանշանը գալիս է 4.2 լույսի տարվա հեռավորությունից, եւ եթե մենք ստանում ենք այն երկրի վրա այնպիսի ուժգնությամբ, որը գրանցվում է Green Bank-ի տելեսկոպի կողմից, ապա աղբյուրը պետք է արտադրի անհավատալի քանակությամբ էներգիա։ Նա հաշվարկեց թվերը 3 անգամ, յուրաքանչյուր անգամ ստացավ նույն արդյունքը։ Աղբյուրը պետք է ճառագայթի առնվազն 10 տրիլիոն վատ հզորությամբ, միայն այն հաճախականության վրա, որը նրանք դիտարկում էին։ 10 տրիլիոն վատ։ Սա մոտավորապես հավասար է ամբողջ մարդկային քաղաքակրթության էներգիայի սպառմանը 1 ժամում։ Բայց այս էներգիան կենտրոնացված էր մեկ նեղ ռադիոճառագայթման ճաղում։ Ոչ մի բնական աստղագիտական երևույթ չի կարող արտադրել այսպիսի կենտրոնացված ճառագայթում։ Նույնիսկ ամենահզոր պուլսարները, որոնք պտտվում են վայրկյանական հարյուրավոր պտույտներով եւ արտադրում են ճառագայթման ճաղեր, որոնք սրբում են տիեզերքը, չեն կարող կենտրոնացնել էներգիան այսպիսի նեղ հաճախականային լայնության մեջ։ Ջեյմսի թիմը հաստատեց Մարիայի հաշվարկները։ Նրանք ավելացրին մեկ այլ մանրամասն։ Դոպլերյան տեղաշարժը, այն փաստը, որ ազդանշանը տեղաշարժվում էր դեպի կարմիր սպեկտրի ծայրը վայրկյանական 0.05 Հց արագությամբ, նշանակում էր, որ աղբյուրը շարժվում էր։ Բայց ոչ թե պատահականորեն։ Դոպլերյան տեղաշարժը փոխվում էր ժամանակի ընթացքում օրինաչափ կերպով։ Յուրաքանչյուր 7 ժամ 36 րոպեն տեղաշարժը փոխվում էր -0.05-ից մինչև -0.03-ի, հետո հետ դեպի -0.05։ Սա նշանակում էր, որ աղբյուրը պտտվում էր, կամ ավելի ճշգրիտ, պտտվում էր ինչ-որ բանի շուրջը։ Նրանք հաշվարկեցին ուղեծիրը։ Եթե դոպլերյան տեղաշարժը փոխվում է 7 ժամ 36 րոպե պարբերությամբ, եւ եթե մենք ենթադրում ենք, որ սա ռադիալ արագության փոփոխությունն է պտտվող օբյեկտի պատճառով, ապա մենք կարող ենք հաշվարկել ուղեծրի շառավիղը։ Ջեյմսի թիմը ստացավ թիվ, մոտավորապես 2 աստղագիտական միավոր։ Ճիշտ այնտեղ, որտեղ արհեստական բանականությունը հաշվարկել էր աղբյուրի դիրքը։ Ինչ որ բան պտտվում էր Պրոքսիմա Կենտավրիից 2 աստղագիտական միավոր հեռավորության վրա, 7 ժամ 36 րոպե պարբերությամբ։ Բայց ահա ինչն էր իսկապես տարօրինակ։ 2 աստղագիտական միավոր հեռավորության վրա Պրոքսիմա Կենտավրիից, այնտեղ, որտեղ ջերմաստիճանը մոտավորապես -240 աստիճան Ցելսիուս է, որտեղ արևի լույսը 1000 անգամ ավելի թույլ է, քան երկրի վրա, ոչ մի մոլորակ չպետք է լիներ։ Պրոքսիմա B գտնվում է ավելի մոտ, 0.05 աստղագիտական միավորի վրա։ Պրոքսիմա C և D գտնվում են ավելի հեռու, 1.5 և 3 աստղագիտական միավորների վրա։ Բայց 2 աստղագիտական միավորի վրա ոչինչ։ Գոնե ոչինչ, որը հայտնաբերվել է մինչ այժմ։ Ժամը 17:45-ին Պրիան ներկայացրեց իր վերլուծությունը։ Նա ցույց տվեց, թե ինչպես են ամպլիտուդի միկրոտատանումները կազմում օրինաչափություն։ 7 միլիվայրկյանանոց ինտերվալներով ամպլիտուդը փոխվում էր 10%-ով վեր կամ վար։ Եթե վերը դիտարկել որպես 1, իսկ վարը որպես 0, ապա յուրաքանչյուր 5 վայրկյանանոց պուլսը պարունակում էր 712 բինար թիվ։ Պրիան փորձեց վերծանել այս թվերը որպես տեքստ, որպես պատկեր, որպես մաթեմատիկական հաջորդականություն։ Ոչինչ չաշխատեց։ Բայց երբ նա դիտարկեց ամբողջ օրինաչափությունը, բոլոր 5 փուլերը միասին, 5 վայրկյան ուժեղ, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան միջին, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան թույլ,
Նա տեսավ ինչ-որ բան։ Լռության ինտերվալները չէին պատահական։ 3 վայրկյան լռություն, 1 վայրկյան լռություն։ Եթե դուք բաժանեք 3-ը 1-ի, ստանում եք 3։ Եթե դուք գումարեք 5 վայրկյան ուժեղ ազդանշանը, 2 վայրկյան միջին ազդանշանը եւ 7 վայրկյան թույլ ազդանշանը, ստանում եք 14 վայրկյան։ Եթե դուք բաժանեք 14-ը 3-ի, ստանում եք 4.666։ Եթե դուք բաժանեք 14-ը 1-ի, ստանում եք 14։ Բրիան փորձեց տարբեր մաթեմատիկական գործողություններ։ Հետո նա նկատեց ինչ-որ բան պարզ։ 5, 2, 7։ Սրանք պարզ թվեր են։ 3, 1։ Սրանք նույնպես պարզ թվեր են։ Պարզ թվերը հատուկ են մաթեմատիկայում։ Դրանք բաժանվում են միայն 1-ի եւ իրենց վրա։ 2, 3, 5, 7, 11, 13։ Սրանք մաթեմատիկայի հիմնական շինարարական բլոկներն են։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն, որը զարգացնում է մաթեմատիկա, անխուսափելիորեն հայտնաբերում է պարզ թվերը։ Դրանք ունիվերսալ են։ Դրանք չեն կախված լեզվից, մշակույթից կամ կենսաբանությունից։ Եթե դուք ուզում եք հաղորդակցվել անծանոթ քաղաքակրթության հետ, դուք սկսում եք պարզ թվերից։ Բրիան ներկայացրեց իր վարկածը։ Ազդանշանի ժամանակային կառուցվածքը։ 5 վայրկյան, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան։ Կարող է լինել մաթեմատիկական հաղորդագրություն։ 5, 2, 7, 3 հաջորդական պարզ թիվ։ 3, 1, 2 ու այլ պարզ թիվ։ Սա կարող է լինել ներածություն։ Ցուցում, որ ազդանշանը պարունակում է մաթեմատիկական տեղեկատվություն, կոդ, որը ասում է. մենք հասկանում ենք մաթեմատիկա, մենք հասկանում ենք պարզ թվերը, մենք ինտելեկտուալ ենք։ Սենյակում լռություն էր։ 17 գիտնականներ նայում էին մոնիտորներին, որտեղ ազդանշանը շարունակում էր կրկնվել։ 5 վայրկյան, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան, կրկին եւ կրկին։ Պարզ թվերը, որոնք ճանապարհորդել են 4.2 լույսի տարի հասնելու համար երկիր մոլորակ։ Ժամը 19:00-ին Էնդրյուն կայացրեց որոշում։ Դրանք պետք է ընդլայնեին դիտարկումները։ Ոչ թե միայն Գրինբենքի տելեսկոպը, այլ յուրաքանչյուր մատչելի ռադիոտելեսկոպ երկրագնդի վրա։ Նա ուղարկեց հարցումներ Պարքսի դիտարան Ավստրալիայում, Միրքաթ զանգված Հարավային Աֆրիկայում, Ֆաստ տելեսկոպ Չինաստանում, Ալլեն տելեսկոպների զանգված Կալիֆոռնիայում, Աում Աթակամա մեծ միլիմետրային զանգված Չիլիում։ Նա բացատրեց իրավիճակը։ Նա կիսվեց տվյալներով, նա խնդրեց հաստատում։ Հաջորդ 12 ժամվա ընթացքում պատասխանները սկսեցին ժամանել։ Պարքսը հաստատեց ազդանշանը, Միրքաթը հաստատեց ազդանշանը, Ֆաստը հաստատեց ազդանշանը։ Յուրաքանչյուր տելեսկոպ, որը ուղղված էր դեպի Պրոքսիմա Կենտավրի, ստանում էր նույն օրինաչափությունը, նույն հաճախականությունը, նույն ժամանակացույցը, նույն ամպլիտուդի տատանումները։ Սա ոչ թե սարքավորումների սխալ էր, սա ոչ թե տեղական միջամտություն էր, սա իրական ազդանշան էր, որը գալիս էր տիեզերքից։ Հունիսի 3-ին, ժամը 03-ին, Էնդրյուն հավաքեց իր թիմին վիդեոկոնֆերանսի։ 17 գիտնականներ Արևմտյան Վիրջինիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Չինաստանից։ Նա ասաց. մենք պետք է կայացնենք որոշում։ Մենք ունենք ազդանշան, որը չի համապատասխանում ոչ մի հայտնի բնական երևույթի։ Մենք ունենք ազդանշան, որը պարունակում է մաթեմատիկական կառուցվածք։ Մենք ունենք ազդանշան, որը հաստատվել է 6 անկախ դիտարաններից։ Մենք պետք է որոշենք, արդյոք սա բավարար է հրապարակելու համար։ Քննարկումը տևեց 4 ժամ։ Ոմանք պնդում էին, որ նրանք պետք է սպասեն ավելի շատ տվյալների։ Ոմանք պնդում էին, որ նրանք պետք է փնտրեն այլընտրանքային բացատրություններ։ Ոմանք պնդում էին, որ նրանք պետք է լինեն ավելի զգույշ, քանի որ սխալ դրական արդյունքը կարող է վնասել Սեթի ծրագրի վարկանիշը։ Բայց մեծամասնությունը համաձայնվեց, որ տվյալները բավականաչափ ուժեղ են։ Նրանք ունեին 20 տարվա արխիվային տվյալներ, նրանք ունեին իրական ժամանակի հաստատում, նրանք ունեին բազմակի անկախ դիտարաններ, նրանք ունեին մաթեմատիկական կառուցվածք, որը չէր կարող լինել պատահական։ Ժամը 4:17-ին նրանք քվեարկեցին։ 14 կողմ, 3 դեմ։ Breakthrough Listen նախագիծը պաշտոնապես հայտարարեց, որ հայտնաբերել է անբացատրելի ռադիոազդանշան Պրոքսիմա Կենտավրի ուղղությունից։ Բայց նախքան հրապարակելը, դրանք պետք է պատասխանեին մեկ այլ հարցի. ինչպես ներկայացնել այս տեղեկատվությունը հանրությանը։ Ինչպես բացատրել, որ սա ոչ թե վերջնական ապացույց է արտաերկրային կյանքի, այլ անբացատրելի երևույթ, որը պահանջում է հետագա ուսումնասիրություն։ Ինչպես խուսափել զանգվածային խուճապից, կեղծ տեղեկատվությունից, չափազանցված ակնկալիքներից։ Նրանք որոշեցին գրել 2 փաստաթուղթ։
Առաջինը՝ գիտական հոդված Nature ամսագրի համար։ Տեխնիկական, մանրամասն, լի տվյալներով եւ վերլուծություններով։ Երկրորդը՝ մամուլի հաղորդագրություն լայն հանրության համար։ Պարզ, հասկանալի, զգույշ։ Նրանք ընդգծեցին, որ սա ոչ թե հաստատում է արտաերկրային կյանքի գոյությունը, այլ հայտնաբերում է անսովոր ազդանշան, որը պահանջում է բացատրություն։ Հունիսի 4-ին, ժամը 12-ին, Գրինվիչի ժամանակով Nature ամսագիրը հրապարակեց հոդվածը իր առցանց հարթակում։ Վերնագիրը՝ կրկնվող նեղաշերտ ռադիոազդանշան Պրոքսիմա Կենտավրի համակարգից, 20 տարվա դիտարկումների վերլուծություն արհեստական բանականության միջոցով։ Հեղինակներ՝ Ենդրյու Սիմեոն և 26 համահեղինակ 11 երկրներից։ Հոդվածը պարունակում էր 35 էջ տեքստ, 17 գրաֆիկ, 6 աղյուսակ և 2 հավելված։ Մամուլի հաղորդագրությունը հրապարակվեց միաժամանակ։ Այն սկսվում էր այսպես. Breakthrough Listen նախագիծը հայտարարում է անսովոր ռադիոազդանշանի հայտնաբերման մասին, որը գալիս է Պրոքսիմա Կենտավրի ուղղությունից, մեր ամենամոտ աստղային համակարգից։ Ազդանշանը հայտնաբերվել է արհեստական բանականության վերլուծության միջոցով, որը մշակել է 20 տարվա արխիվային տվյալներ։ Ազդանշանը ցուցաբերում է մաթեմատիկական կառուցվածք և կրկնվող օրինաչափություն, որը չի համապատասխանում ոչ մի հայտնի բնական աստղագիտական երևույթի։ Թիմը շարունակում է ուսումնասիրել ազդանշանը և փնտրել հնարավոր բացատրություններ։ 30 րոպե անց ամբողջ աշխարհը գիտեր։ Սոցիալական ցանցերը պայթեցին։ Twitter-ում Proxima Signal հեշթեգը դարձավ համաշխարհային թրենդ 10 րոպեում։ Reddit-ում r/space և r/set-ի ենթաֆորումները ստացան 2 միլիոն նոր հաղորդագրություն առաջին ժամում։ YouTube-ում տասնյակ գիտական ալիքներ սկսեցին ուղիղ եթեր, քննարկելով հայտնագործությունը։ Լրատվական գործակալությունները Reuters, Associated Press, BBC, CNN, Al Jazeera բոլորը հրապարակեցին հոդվածներ իրենց գլխավոր էջերում։ Բայց ոչ բոլորը ընդունեցին լուրը նույն կերպ։ Ոմանք տեսան հույս, ապացույց, որ մենք միայնակ չենք տիեզերքում, հնարավորություն կապվելու այլ քաղաքակրթության հետ։ Սկիզբ նոր դարաշրջանի մարդկության պատմության մեջ։ Ոմանք տեսան վտանգ, անհայտ քաղաքակրթություն, որը կարող է լինել թշնամական, տեխնոլոգիա, որը կարող է լինել ավելի զարգացած, քան մերը, սպառնալիք մեր գոյությանը։ Ոմանք տեսան կասկած, ես մեկ կեղծ ազդանշան, ինչպես WOW ազդանշանը 1977 թվականին, որը երբեք չհաստատվեց։ Ես մեկ սխալ, որը կվնասի Սեթի ծրագրի վարկանիշը։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրապարակեց հայտարարություն։ Այս հայտնագործությունը, եթե հաստատվի, կլինի ամենակարևոր իրադարձությունը մարդկության պատմության մեջ։ Մենք կոչ ենք անում բոլոր ազգերին համագործակցել, կիսվել տեղեկատվությամբ և միասին որոշել, թե ինչպես արձագանքել այս իրավիճակին։ NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը հայտարարեց, որ գործակալությունը կտրամադրի իր ռեսուրսները օգնելու հաստատել ազդանշանը։ Մենք կուղենք մեր Ջեյմս Վեբ տիեզերական տելեսկոպը դեպի Պրոքսիմա Կենտավրի, փնտրելու ցանկացած տեսանելի կամ ինֆրակարմիր ազդանշաններ։ Մենք կօգտագործենք մեր Չանդրա ռենտգենյան դիտարանը, փնտրելու բարձր էներգիայի ճառագայթում։ Մենք կանենք ամեն ինչ, որ կարող ենք հասկանալու այս երևույթը։ Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ կվերաուղղորդի իր Գայա տիեզերանավը ավելի ճշգրիտ չափելու Պրոքսիմա Կենտավրի համակարգի աստղագիտական պարամետրերը։ Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտարարեց, որ կօգտագործի իր FAST ռադիոտելեսկոպը անընդհատ մոնիտորինգի համար։ Ռուսաստանի տիեզերական գործակալությունը առաջարկեց միջազգային համագործակցություն ուղարկելու ռոբոտական հետախուզական առաքելություն դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Բայց մինչ կառավարությունները և գիտական ինստիտուտները քննարկում էին պաշտոնական արձագանքները, սովորական մարդիկ արդեն սկսել էին արձագանքել իրենց սեփական ձևով։ Ռադիոսիրողական խմբերը ամբողջ աշխարհում սկսեցին ուղղել իրենց սարքավորումները դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Համակարգչային ծրագրավորողները սկսեցին գրել ծրագրեր, վերլուծելու ազդանշանի տվյալները, որոնք Breakthrough Listen-ը հրապարակել էր բաց մատչելիության համար։ Լեզվաբանները սկսեցին փորձել վերծանել ամպլիտուդի տատանումները որպես լեզու։ Մաթեմատիկոսները սկսեցին փնտրել թաքնված օրինաչափություններ պարզ թվերի հաջորդականության մեջ։ Հունիսի 5-րդին մի խումբ համակարգչային գիտնականներ Microsoft-ից հրապարակեց վերլուծություն, որը ցույց էր տալիս, որ ամպլիտուդի տատանումները կարող են ներկայացնել երկչափ պատկեր։
Եթե յուրաքանչյուր 7 միլիվայրկյանանոց ինտերվալը դիտարկել որպես 1 պիքսել, եւ եթե բարձր ամպլիտուդը դիտարկել որպես սպիտակ, իսկ ցածր ամպլիտուդը որպես սև, ապա 712 բիթը կարող են կազմել 26 պիքսելանոց 27 պիքսելանոց պատկեր։ Նրանք վերակառուցեցին պատկերը։ Այն ցույց էր տալիս ինչ-որ բան, որը նման էր կոնցենտրիկ շրջանների։ 3 շրջան, մեկը մյուսի ներսում։ Կենտրոնում փոքր կետ։ Կոնցենտրիկ շրջաններ։ Սա կարող էր ներկայացնել ուղեծրեր, մոլորակներ, որոնք պտտվում են աստղի շուրջը։ Պրոքսիմա Կենտավրին ունի 3 հայտնի մոլորակ՝ B, C եւ D։ 3 շրջան, 3 մոլորակ։ Կենտրոնում փոքր կետը կարող է լինել աստղը։ Սա կարող է լինել քարտեզ, ցուցում, թե որտեղ է գտնվում ազդանշանի աղբյուրը։ Բայց Mighty Team-ը նաև նշեց, որ սա կարող է լինել պարեյդոլիա, մարդկային միտքի հակվածությունը տեսնել օրինաչափություններ պատահական տվյալների մեջ։ Նույն երևույթը, որը ստիպում է մեզ տեսնել դեմքեր ամպերի մեջ կամ Մարսի մակերևույթի վրա։ Նրանք պահանջեցին ավելի շատ տվյալներ, հաստատելու իրենց վարկածը։ Հունիսի 6-ին Breakthrough Listen Team-ը հրապարակեց նոր տվյալներ։ Նրանք վերլուծել էին ավելի երկար ժամանակահատված, ոչ թե միայն 1 7 ժամ 36 րոպե ցիկլ, այլ 10 ցիկլ անընդմեջ, 76 ժամ անընդհատ դիտարկում։ Եվ նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան նոր։ Ազդանշանը չէր միշտ նույնը։ Յուրաքանչյուր 10-րդ ցիկլում ամպլիտուդի տատանումները փոխվում էին, ոչ թե պատահականորեն, այլ օրինաչափ կերպով։ Առաջին 9 ցիկլը նույնական էին, 10-րդ ցիկլը տարբեր էր, հետո կրկին 9 նույնական ցիկլ, հետո կրկին 1 տարբեր։ Սա նշանակում է, որ ազդանշանը ուներ 2 շերտ տեղեկատվության։ Առաջին շերտը՝ հիմնական օրինաչափությունը, որը կրկնվում էր յուրաքանչյուր 7 ժամ 36 րոպեն։ Երկրորդ շերտը՝ փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում յուրաքանչյուր 10-րդ ցիկլում։ Եթե հիմնական օրինաչափությունը բառ էր, ապա փոփոխությունները նախադասություններ էին։ Եթե հիմնական օրինաչափությունը նոտա էր, ապա փոփոխությունները մեղեդի էին։ Պրիայի թիմը սկսեց վերլուծել 10-րդ ցիկլերի տատանումները։ Նրանք հայտնաբերեցին, որ յուրաքանչյուր 10-րդ ցիկլ ուներ տարբեր պատկեր։ Եթե առաջին 10-րդ ցիկլը ցույց էր տալիս 3 կոնցենտրիկ շրջան, ապա երկրորդ 10-րդ ցիկլը ցույց էր տալիս 4 շրջան, երրորդ 10-րդ ցիկլը 5 շրջան, չորրորդ 10-րդ ցիկլը 6 շրջան, 5-րդ 10-րդ ցիկլը 7 շրջան։ Շրջանների թիվը աճում էր՝ 3, 4, 5, 6, 7։ Սրանք հաջորդական ամբողջ թվեր էին։ Բայց ինչու։ Ինչ էր նշանակում շրջանների թվի աճը։ Միգուցե սա ժամանակագրություն էր։ Միգուցե սա ցույց էր տալիս, թե ինչպես է համակարգը զարգանում ժամանակի ընթացքում։ 3 մոլորակ անցյալում, 4 մոլորակ հետո, 5 մոլորակ ավելի ուշ։ Միգուցե սա պատմություն էր։ Պատմություն մոլորակային համակարգի ձևավորման մասին։ Կամ միգուցե սա ուղերձ էր։ Ուղերձ, որը ասում էր. մենք գիտենք, թե ինչպես է համակարգը փոխվում։ Մենք դիտել ենք այն երկար ժամանակ։ Մենք հասկանում ենք դինամիկան։ Սա կարող էր լինել ցուցում բարձր զարգացած քաղաքակրթության, որը ունի տեխնոլոգիա, դիտելու եւ հասկանալու մոլորակային համակարգերի էվոլյուցիան։ Հունիսի 7-ին Ջեյմսի թիմը հրապարակեց նոր հաշվարկներ ազդանշանի աղբյուրի դիրքի մասին։ Նրանք օգտագործեցին ավելի ճշգրիտ ինտերֆերոմետրիկ տվյալներ Մերքաթ զանգվածից եւ Ալմայից Չիլիում։ Նրանք հաշվարկեցին, որ աղբյուրը գտնվում է ճիշտ 2.13 աստղագիտական միավորի հեռավորության վրա Պրոքսիմա Կենտավրիից։ Սա Պրոքսիմա համակարգի սառը արտաքի շրջանում է, որտեղ ջերմաստիճանը մոտավորապես -240 աստիճան Ցելսիուս է։ Բայց նրանք նաև հաշվարկեցին աղբյուրի զանգվածը, հիմնվելով դոպլերյան տեղաշարժի վրա։ Եթե աղբյուրը պտտվում է Պրոքսիմա Կենտավրի շուրջը 7 ժամ 36 րոպե պարբերությամբ 2.13 աստղագիտական միավորի հեռավորության վրա, ապա այն պետք է ունենա որոշակի զանգված, պահպանելու կայուն ուղեծիրը։ Ջեյմսի թիմը հաշվարկեց, որ աղբյուրի զանգվածը պետք է լինի մոտավորապես 0.001 երկրի զանգվածի։ Սա շատ փոքր է, շատ ավելի փոքր, քան ցանկացած հայտնի մոլորակ։ Սա ավելի նման է մեծ աստերոիդի կամ փոքր լուսնի։ Բայց աստերոիդները եւ փոքր լուսինները չեն արտադրում 10 տրիլիոն վատ ռադիոճառագայթում։ Նրանք չեն ուղարկում մաթեմատիկական հաղորդագրություններ տիեզերք։ Այսինքն աղբյուրը ոչ թե բնական օբյեկտ է, այլ արհեստական կառուցվածք։ Ինչ-որ բան, որը կառուցվել է, ինչ-որ բան, որը նախագծվել է հաղորդակցվելու համար։ 10 տրիլիոն վատ։ 2.13 աստղագիտական միավոր Պրոքսիմա Կենտավրիից, 0.001 երկրի զանգված։
Մաթեմատիկական հաղորդագրություններ, որոնք կրկնվում են 20 տարի շարունակ։ Սա ոչ թե մոլորակ էր, սա ոչ թե աստղ էր, սա ոչ թե բնական երևույթ էր, սա էր ինչ-որ բան, որը մենք երբեք չէինք տեսել։ Ինչ-որ բան, որը մենք երբեք չէինք պատկերացրել։ Ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Հունիսի 8-ին 2026 թվականին ժամը 06-ին Գրինվիչի ժամանակով Միավորված ազգերի կազմակերպության շենքում Նյու Յորքում սկսվեց արտակարգ նիստ։ Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններ, գիտական խորհրդատուների խումբ, սեթի ծրագրի ներկայացուցիչներ, աստղաֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, լեզվաբաններ, փիլիսոփաներ։ 132 մարդ մեկ սենյակում։ Հարցը պարզ էր, բայց պատասխանը ոչ։ Արդյոք մարդկությունը պետք է պատասխանի ազդանշանին։ Բրազիլիայի դեսպան Մարիա դա Սիլվան առաջինն էր խոսում։ Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունել էր արտաերկրային կյանքի հայտնաբերման արձանագրություն, փաստաթուղթ, որը սահմանում էր, թե ինչպես պետք է արձագանքել հնարավոր արտաերկրային ազդանշանի հայտնաբերմանը։ Արձանագրությունը պահանջում էր, որ ցանկացած պատասխան պետք է լինի միջազգային համաձայնության արդյունք։ Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն, ոչ մի անհատ չունի իրավունք միակողմանիորեն պատասխանելու արտաերկրային քաղաքակրթությանը։ Բայց Չինաստանի դեսպան Լի Վեյը հարցրեց. ինչպես կարելի է կիրառել այդ արձանագրությունը, երբ ազդանշանը արդեն հաղորդվում է 20 տարի։ Եթե ինչ-որ մեկը Պրոքսիմա Կենտավրի համակարգում ուղարկում էր հաղորդագրություն, դրանք սկսել են 2006-ում։ Նրանք չեն սպասել մեր թույլտվությանը, նրանք չեն հարցրել մեր կարծիքը, դրանք պարզապես հաղորդում են։ Արդյոք մենք պարտավոր ենք պատասխանել նույն կերպով։ Գերմանիայի դեսպան Հանս Մյուլլերը պատասխանեց, որ հարցը ոչ թե իրավական է, այլ էթիկական։ Մենք չգիտենք, թե ով է ուղարկում այդ ազդանշանը։ Մենք չգիտենք նրանց մտադրությունները, մենք չգիտենք նրանց տեխնոլոգիական մակարդակը։ Եթե նրանք զգալիորեն ավելի զարգացած են, քան մենք, ապա մեր պատասխանը կարող է բացահայտել մեր դիրքը, մեր տեխնոլոգիական մակարդակը, մեր խոցելիությունները։ Սա կարող է լինել վտանգավոր։ Հնդկաստանի դեսպան Պրիա Շարման հիշեցրեց Սթիվեն Հոքինգի նախազգուշացումը։ Երբ Քրիստոֆեր Կոլումբոսը հասավ Ամերիկա, տեղական բնակիչները չգիտեին, թե ինչ է գալիս։ Նրանք տեսան նավեր հորիզոնում և մտածեցին, որ սրանք պարզապես տարօրինակ այցելուներ են։ Նրանք չգիտեին, որ այդ նավերը բերում էին հիվանդություններ, զենքեր, գաղութացում։ Նրանք չգիտեին, որ 500 տարի անց նրանց քաղաքակրթությունները գրեթե ոչնչացված կլինեն։ Արդյոք մենք ուզում ենք կրկնել այդ պատմությունը, բայց այս անգամ որպես տեղական բնակիչներ։ Բայց Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեր Դյուպոնը հարցրեց. արդյոք մենք իրավունք ունենք որոշել ամբողջ մարդկության անունից։ Եթե կա քաղաքակրթություն, որը փորձում է կապվել մեզ հետ, արդյոք մենք պարտավոր չենք պատասխանել։ Արդյոք լռությունը ավելի վտանգավոր չէ, քան երկխոսությունը։ Եթե նրանք արդեն գիտեն մեր մասին, նրանք հաղորդում են դեպի մեր ուղղությունը 20 տարի շարունակ, ապա մեր լռությունը չի փոխի ոչինչ։ Նրանք արդեն գիտեն, որ մենք այստեղ ենք։ Քննարկումը տևեց 11 ժամ։ Յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր դիրքորոշումը։ Ռուսաստանը պնդեց, որ պատասխանը պետք է լինի միայն մաթեմատիկական, պարզ թվեր, երկրաչափական ձևեր, ֆիզիկական նձևեր, ֆիզիկական հաստատումներ։ Ոչինչ, որը բացահայտում է մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր տեխնոլոգիան։ Միացյալ Նահանգները պնդեց, որ պատասխանը պետք է լինի համապարփակ, ներառելով տեղեկատվություն մեր մոլորակի, մեր կենսաբանության, մեր քաղաքակրթության մասին։ Եթե մենք պատասխանում ենք, մենք պետք է պատասխանենք ազնվորեն։ Չինաստանը պնդեց, որ պատասխանը պետք է լինի զգույշ, սկզբում միայն հաստատում, որ մենք ստացել ենք ազդանշանը, առանց բացահայտելու ավելի շատ տեղեկատվություն։ Ժամը 11:45-ին նրանք քվեարկեցին։ 13 երկիր կողմ էր պատասխանելու։ Երկու երկիր, Ռուսաստանը և Հարավային Աֆրիկան, ձեռնպահ մնացին։ Ոչ ոք դեմ չքվեարկեց։ Որոշումը կայացվեց։ Մարդկությունը պատասխանի Պրոքսիմա Կենտավրիից գալիս ազդանշանին։ Բայց ինչպես, ինչով, երբ։ Breakthrough Listen թիմը համագործակցելով NASA-ի, ESA-ի, Չինաստանի ազգային տիեզերական վարչության և Ռուսաստանի տիեզերական գործակալության հետ ստեղծեց միջազգային աշխատանքային խումբ, արտաերկրային հաղորդակցության նախագիծ։ Խմբի ղեկավարը նշանակվեց Էնդրյու Սիմեոնը։ Անդամները 47 գիտնականներ 23 երկրներից։ Նպատակը՝ մշակել հաղորդագրություն, որը կարող է հասկանալի լինել արտաերկրային քաղաքակրթության համար։ Սա ոչ թե պարզ խնդիր էր։ Ինչպես հաղորդակցվել ինչ-որ մեկի հետ, ով չի կիսում ձեր լեզուն, ձեզուն, ձեր մշակույթը, ձեր կենսաբանությունը, ձեր ֆիզիկական իրականությունը։
Ինչպես ստեղծել հաղորդագրություն, որը հիմնված է ունիվերսալ սկզբունքների վրա, սկզբունքներ, որոնք ճշմարիտ են ցանկացած տեղում տիեզերքում։ Մաթեմատիկան էր ակնհայտ ընտրությունը։ Պարզ թվերը՝ 2, 3, 5, 7, 11, 13։ Երկրաչափական ձևերը՝ շրջան, եռանկյուն, քառակուսի։ Մաթեմատիկական հաստատունները՝ պի, էյլերի թիվը, ոսկի հարաբերությունը։ Ֆիզիկական հաստատունները՝ լույսի արագությունը, Պլանկի հաստատունը, ձգ ձգության հաստատունը։ Սրանք ունիվերսալ են, սրանք նույնն են ամենուր տիեզերքում։ Բայց մաթեմատիկան միայն սկիզբն է։ Ինչպես հաղորդել ավելի բարդ գաղափարներ, ինչպես բացատրել, թե ովքեր ենք մենք, ինչպես նկարագրել մեր մոլորակը, մեր կենսաբանությունը, մեր քաղաքակրթությունը։ Հունիսի 12-ին աշխատանքային խումբը ներկայացրեց առաջին նախագիծը։ Հաղորդագրությունը բաղկացած էր 5 մասից։ Առաջին մասը՝ մաթեմատիկական ներածություն։ Պարզ թվերի հաջորդականություն՝ 1-ից մինչև 100։ Հետո պարզ թվերը առանձին՝ 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 19, 23, 29, 31։ Հետո հիմնական մաթեմատիկական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում։ Հետո ավելի բարդ գործողություններ՝ ցուցիչ, արմատ, լոգարիթմ։ Սա ցույց էր տալիս, որ մենք հասկանում ենք մաթեմատիկան։ Սա ստեղծում էր ընդհանուր լեզու։ Երկրորդ մասը՝ ֆիզիկական հաստատուններ։ Ջրածնի ատոմի հիպերֆինե անցման հաճախականությունը 1420 մեգահերց։ Ճիշտ այն հաճախականությունը, որի վրա պրոքսիմա ազդանշանը հաղորդվում էր։ Սա ցույց էր տալիս, որ մենք ընտրել ենք այդ հաճախականությունը գիտակցաբար, որպես պատասխան նրանց ընտրությանը։ Հետո լույսի արագությունը՝ 299,798 կմ/վայրկյանում։ Հետո Պլանկի հաստատունը, ձգողության հաստատունը, էլեկտրոնի լիցքը։ Սա ցույց էր տալիս, որ մենք հասկանում ենք ֆիզիկան։ Սա ստեղծում էր ընդհանուր չափման համակարգ։ Երրորդ մասը՝ աստղագիտական կոորդինատներ։ Մեր դիրքը տիեզերքում։ Մենք օգտագործեցինք պուլսարների քարտեզ, նույն մեթոդը, որը օգտագործվել էր Պիոներ և Voyager տիեզերանավերի վրա տեղադրված ոսկե սկավառակներում։ 14 պուլսար, որոնց դիրքերը և պարբերությունները եզակի են մեր գալակտիկայում։ Ցանկացած քաղաքակրթություն, որը ունի ռադիոաստրագիտություն, կարող է օգտագործել այս տեղեկատվությունը, հաշվարկելու մեր ճշգրիտ դիրքը։ Մենք գտնվում ենք ծագման բասկի ծայրամասում, 26000 լույսի տարի հեռավորության վրա գալակտիկական կենտրոնից, պտտվում ենք կենտրոնի շուրջը 220 միլիոն տարի պարբերությամբ։ Չորրորդ մասը՝ կենսաբանական տեղեկատվություն։ Մեր DNA-ի կառուցվածքը։ 4 նուկլեոտիդներ՝ ադենին, թիմին, գուանին, ցիտոզին։ Կրկնակի պարուրաձև։ 3 միլիարդ բազային զույգեր, 23000 գեն։ Սա ցույց էր տալիս, որ մենք հիմնված ենք ածխածնի վրա, որ մենք օգտագործում ենք DNA որպես գենետիկական տեղեկատվության կրիչ, որ մենք ունենք բարդ կենսաբանական համակարգեր։ Մենք նաև ներառեցինք տեղեկատվություն մեր մոլորակի մասին՝ ջրածնի, թթվածնի, ազոտի, ածխածնի առատությունը մեր մթնոլորտում, մեր օվկիանոսների գոյությունը, մեր կլիմայական պայմանները։ 5-րդ մասը՝ մշակութային ներկայացում։ Սա ամենադժվար մասն էր։ Ինչպես ներկայացնել մարդկային քաղաքակրթությունը ինչ-որ մեկին, ով չի կիսում մեր փորձառությունը։ Մենք որոշեցինք ներառել պարզ պատկերներ՝ մարդու սիլուետ, ընտանիք, քաղաք, մոլորակ։ Մենք ներառեցինք երաժշտություն՝ Բախի Բրանդենբուրգյան կոնցերտ, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիա, ավանդական երաժշտություն տարբեր մշակույթներից։ Մենք ներառեցինք մաթեմատիկական գեղեցկություն, Մանդելբրոտի բազմություն, Ֆիբոնաչիի պարուրաձև, ֆրակտալային օրինաչափություններ։ Մենք ներառեցինք գիտական հայտնագործություններ, պարբերական աղյուսակ, արևային համակարգի քարտեզ, մարդու գենոմի հատված։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր. ինչպես ուղարկել այս հաղորդագրությունը։ Մենք չունեինք 10 տրիլիոն վատ հզորությամբ հաղորդիչ։ Մեր ամենահզոր ռադիոտելեսկոպները կարող էին արտադրել առավելագույնը մի քանի միլիոն վատ։ Սա բավարար էր ուղարկելու ազդանշան դեպի Պրոքսիմա Կենտավրի, բայց այն կլիներ հազարավոր անգամ ավելի թույլ, քան ազդանշանը, որը մենք ստանում էինք։ NASA-ի ինժեներները առաջարկեցին լուծում։ Փոխանակ ուղարկելու մեկ հզոր ազդանշան, մենք կարող ենք ուղարկել բազմաթիվ թույլ ազդանշաններ տարբեր տելեսկոպներից միաժամանակ։ Եթե մենք համաժամացնենք Գրին-Բենքի տելեսկոպը, Արեսիբոյի տելեսկոպը, եթե այն վերականգնվի, Պարքսի տելեսկոպը, Ֆաստ տելեսկոպը, Միրքաթ զանգվածը, Ալեն զանգվածը, բոլորը հաղորդելու նույն հաղորդագրությունը նույն ժամանակին, ապա ազդանշանները կհամախմբվեն Պրոքսիմա Կենտավրիում։
Սա կստեղծի վիրտուալ հսկայական տելեսկոպ, տարածված ամբողջ երկրագնդի վրա։ Բայց կար մեկ այլ խնդիր։ Ազդանշանը կճանապարհորդի 4.2 տարի, հասնելու Պրոքսիմա Կենտավրի։ Եթե նրանք պատասխանեն անմիջապես, մենք կստանանք պատասխան 8.4 տարի անց, 2034 թվականին։ Ոչ ոք այս սենյակում չէր երաշխավորում, որ կլինի կենդանի այդ ժամանակ։ Մենք ուղարկում էինք հաղորդագրություն ապագային, հաղորդագրություն, որի պատասխանը կստանա հաջորդ սերունդը։ Հունիսի 15-ին աշխատանքային խումբը ներկայացրեց վերջնական նախագիծը միավորված ազգերի կազմակերպությանը։ Անվտանգության խորհուրդը քննարկեց 3 օր։ Հունիսի 18-ին նրանք քվեարկեցին 14 կողմ, 1 ձեռնպահ։ Հաղորդագրությունը հաստատվեց։ Հունիսի 20-ին 2026 թվականին ժամը 14:00-ին Գրինվիչի ժամանակով 6 ռադիոտելեսկոպ 6 մայրցամաքում միաժամանակ ուղղվեցին դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Green Bank Արևմտյան Վիրջինիայում, Parks Ավստրալիայում, Fest Չինաստանում, Meerkat Հարավային Աֆրիկայում, Allen զանգված Կալիֆոռնիայում, Effelsberg Գերմանիայում, 6 տելեսկոպիում, 6 տելեսկոպ, որոնք միասին ներկայացնում էին մարդկությանը։ Հաղորդագրությունը սկսվեց մաթեմատիկական ներածությամբ, պարզ թվերի հաջորդականություն, 1-ից մինչև 100։ Յուրաքանչյուր թիվիվ ներկայացված էր ռադիոպուլսերի շարքով։ 1 պուլս 1-ի համար, 2 պուլս 2-ի համար, 3 պուլս 3-ի համար։ Հետո լռություն 5 վայրկյան, հետո պարզ թվերը առանձին, 2 պուլս լռություն, 3 պուլս լռություն, 5 պուլս լռություն, 7 պուլս լռություն։ Սա էր ընդհանուր լեզուն, սա էր կամուրջը մեր և նրանց միջև։ Հաղորդագրությունը տևեց 35 րոպե, 35 րոպե, որի ընթացքում մարդկությունը խոսեց տիեզերքի հետ, 35 րոպե, որը կփոխի ամեն ինչ։ Երբ հաղորդագրությունը ավարտվեց, 6 տելեսկոպները մնացին ուղղված դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Լսելով, սպասելով։ Գուցե նրանք կպատասխանեն անմիջապես, գուցե նրանք կփոխեն իրենց ազդանշանը, գուցե նրանք կավելացնեն նոր տեղեկատվություն։ Բայց առաջին 8 ժամվա ընթացքում ոչինչ չփոխվեց։ Պրոքսիմա ազդանշանը շարունակում էր կրկնվել նույն օրինաչափությամբ։ 5 վայրկյան ուժեղ ազդանշան, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան միջին ազդանշան, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան թույլ ազդանշան, կրկին և կրկին։ Նույն մաթեմատիկական կառուցվածքը, նույն ամպլիտուդի տատանումները, նույն 10-րդ ցիկլի փոփոխությունները։ Բայց հունիսի 21-ին ժամը 22:17-ին ինչ-որ բան փոխվեց։ Մոնիտորները ցույց տվեցին անսովոր սպայք։ Ոչ թե սովորական 5 վայրկյանանոց պուլսը, այլ ավելի երկար, 10 վայրկյան։ Հետո լռություն 6 վայրկյան։ Հետո 4 վայրկյան միջին ուժգնությամբ ազդանշան։ Հետո լռություն 2 վայրկյան։ Հետո 14 վայրկյան թույլ ազդանշան։ Սա նոր օրինաչափություն էր։ 10, 4, 14, 6, 2։ Լռության ինտերվալները կրկնապատկվել էին, ազդանշանի տևողությունները կրկնապատկվել էին, բայց հարաբերությունները մնացել էին նույնը։ 10 բաժանված 6-ի, 1.6, 6, 6, 4 բաժանված 2-ի, 2, 14 բաժանված 2-ի, 7։ Նույն հարաբերությունները, որոնք սկզբնական ազդանշանում էին։ 5 բաժանված 3-ի, 1.666, 2 բաժանված 1-ի, 2, 7 բաժանված 1-ի, 7։ Նրանք պատասխանեցին, ոչ թե 8.4 տարի անց, այլ 24 ժամ անց։ Նրանք ստացել էին մեր հաղորդագրությունը և անմիջապես փոխել իրենց ազդանշանը, բայց ինչպես։ Մեր հաղորդագրությունը դեռ ճանապարհորդում էր դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Այն չէր հասնի այնտեղ մինչև 2030 թվականը։ Ինչպես կարող էին նրանք ստանալ այն 24 ժամ անց։ Պրիայի թիմը սկսեց վերլուծել նոր ազդանշանը։ Նրանք հաշվարկեցին դոպլերյան տեղաշարժը։ Այն փոխվել էր։ Նախկինում ազդանշանը տեղաշարժվում էր դեպի կարմիր սպեկտրի ծայրը -0.05 Հց վայրկյանում։ Հիմա այն տեղաշարժվում էր -0.0 -0.07 Հց վայրկյանում։ Աղբյուրը արագացել էր։ Այն հեռանում էր մեզանից ավելի արագ։ Ջեյմսի թիմը հաշվարկեց նոր ուղեծիրը։ Եթե դոպլերյան տեղաշարժը աճել է 0.05-ից մինչև 0.07, ապա աղբյուրը փոխել է իր ուղեծիրը։ Այն այլևս չի պտտվում Պրոքսիմա Կենտավրի շուրջը 2.13 աստղագիտական միավորի հեռավորության վրա։ Այն շարժվում է դեպի արտաքին համակարգ։ Այն արագանում է։ Մարիայի թիմը հաշվարկեց անհրաժեշտ էներգիան։
Որպիսի օբյեկտը, որի զանգվածը 0.001.001 երկրի զանգված է, փոխի իր ուղեծիրը այդքան արագ, անհրաժեշտ է հսկայական քանակությամբ էներգիա։ Նրանք հաշվարկեցին մոտավորապես 10 ցուցիչ 17-րդ ջուլ։ Սա համարժեք է ամբողջ մարդկային քաղաքակրթության էներգիայի սպառմանը 2 տարվա ընթացքում։ Բայց այս էներգիան ծախսվել է 24 ժամում։ Ինչ որ բան, Proxima Centauri համակարգում ունի տեխնոլոգիա արտադրելու եւ օգտագործելու էներգիայի այնպիսի քանակություններ, որոնք մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել։ Ինչ որ բան կարող է շարժել օբյեկտներ, որոնց զանգվածը հավասար է մեծ աստերոիդների զանգվածին, կարող է փոխել նրանց ուղեծրերը, կարող է արագացնել նրանց դեպի տիեզերք։ Հունիսի 22-ին Պրիան հայտնաբերեց ինչ որ բան նոր ազդանշանի ամպլիտուդի տատանումների մեջ։ Նախկին օրինաչափությունը 7 միլիվայրկյանանոց ինտերվալներով 10% տատանումները փոխվել էր։ Հիմա ինտերվալները 3.5 միլիվայրկյան էին, կրկնակի արագություն։ Բայց տատանումների ամպլիտուդը մնացել էր նույնը՝ 10%։ Սա նշանակում էր, որ տեղեկատվության փոխանցման արագությունը կրկնապատկվել էր։ Նրանք հաղորդում էին ավելի արագ։ Նա վերակառուցեց նոր պատկերները։ Եթե նախկինում յուրաքանչյուր 5 վայրկյանանոց պուլսը պարունակում էր 712 բիտ, ապա հիմա յուրաքանչյուր 10 վայրկյանանոց պուլսը պարունակում էր 2686 բիտ։ Գրեթե 4 անգամ ավելի շատ տեղեկատվություն։ Նա վերակառուցեց առաջին 10-րդ ցիկլի պատկերը։ Այն այլևս ցույց չէր տալիս կոնցենտրիկ շրջաններ։ Այն ցույց էր տալիս ինչ-որ բան ավելի բարդ։ Երկրաչափական ձև, որը նման էր ցանցի, գծեր, որոնք հատվում էին և ստեղծում էին հանգույցներ։ Յուրաքանչյուր հանգույց կապված էր մի քանի այլ հանգույցների հետ։ Սա նման էր ցանցի, գրաֆի, համակարգի։ Մաթեմատիկոսները ճանաչեցին այս կառուցվածքը։ Սա գրաֆի տեսության օրինակ էր։ Հանգույցներ և կողեր, կապեր և հարաբերություններ։ Բայց ինչի գրաֆ, ինչ էր ներկայացնում այս ցանցը։ METE թիմը առաջարկեց վարկած։ Սա կարող է լինել հաղորդակցության ցանց։ Յուրաքանչյուր հանգույց հաղորդիչ կայան, յուրաքանչյուր կող հաղորդակցության ուղի։ Եթե այդպես է, ապա այս գրաֆը ցույց էր տալիս, որ Proxima Centauri համակարգում կա ոչ թե մեկ հաղորդիչ, այլ ամբողջ ցանց, բազմաթիվ կայաններ, որոնք կապված են միմյանց հետ, որոնք համագործակցում են, որոնք միասին ստեղծում են այս հսկայական ազդանշանը։ Բայց քանի կայան։ Դրանք հաշվարկեցին հանգույցները գրաֆում՝ 17։ 17 առանձին հանգույց, որոնք կապված էին 35 կողերով, 17 հաղորդիչ կայան Proxima Centauri համակարգում։ Բայց ինչու 17, ինչու ոչ 10 կամ 20։ 17-ը պարզ թիվ է, 7-րդ պարզ թիվը, 2, 3, 5, 7, 11, 13, 17։ Սա կրկին մաթեմատիկական հաղորդագրություն էր։ Դրանք ասում էին, մենք ունենք 17 կայան, 17 7-րդ պարզ թիվը։ Մենք ընտրել ենք այս թիվը գիտակցաբար։ Հունիսի 23-ին երկրորդ 10-րդ ցիկլի պատկերը ցույց տվեց տարբեր գրաֆ։ Այս անգամ 19 հանգույց, 19 8-րդ պարզ թիվը։ Երրորդ 10-րդ ցիկլը 23 հանգույց, 23 9-րդ պարզ թիվը։ Չորրորդ 10-րդ ցիկլը 29 հանգույց, 29 10-րդ պարզ թիվը։ Ցանցը աճում էր։ Յուրաքանչյուր 10-րդ ցիկլում ավելի շատ հանգույցներ, ավելի շատ կայաններ, ավելի շատ կապեր։ Դրանք ցույց էին տալիս, թե ինչպես է նրանց համակարգը ընդլայնվում, ինչպես է նրանց ցանցը աճում, ինչպես է նրանք կառուցում ավելի շատ հաղորդիչներ։ Բայց ինչու։ Ինչու են նրանք ցույց տալիս մեզ իրենց ցանցի աճը։ Ինչ են նրանք փորձում հաղորդել։ Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Նիկ Բոստրոմը առաջարկեց վարկած։ Նա ասաց, որ սա կարող է լինել ցուցում նրանց տեխնոլոգիական զարգացման մակարդակի։ Դրանք ցույց են տալիս, որ նրանք կարող են կառուցել ավելի ու ավելի բարդ համակարգեր, որ նրանք շարունակում են զարգանալ, որ նրանք ոչ թե ստատիկ քաղաքակրթություն են, այլ դինամիկ, աճող, ընդլայնվող։ Բայց Բոստրոմը նաև նախազգուշացրեց. եթե նրանք կարող են կառուցել 17, 19, 29, 29 հաղորդիչ կայան մի քանի օրվա ընթացքում, ապա նրանց տեխնոլոգիական հզորությունը անհամեմատ է մերից։ Մենք ունենք մի քանի տասնյակ մեծ ռադիոտելեսկոպ ամբողջ մոլորակի վրա։ Նրանք կարող են կառուցել տասնյակ նոր կայաններ օրերի ընթացքում։ Սա նշանակում է, որ նրանց արդյունաբերական հզորությունը, նրանց ռեսուրսները, նրանց տեխնոլոգիան գտնվում են մակարդակի վրա, որը մենք չենք կարող հասկանալ։ Հունիսի 24-ին Breakthrough Listen թիմը հրապարակեց նոր հայտարարություն։ Proxima ազդանշանը փոխվել է մեր հաղորդագրության հաջորդող 24 ժամվա ընթացքում։
Ազդանշանի աղբյուրը փոխել է իր ուղեցիրը եւ ավելացրել է տեղեկատվության փոխանցման արագությունը։ Նոր ազդանշանը պարունակում է գրաֆիկական տեղեկատվություն, որը ցույց է տալիս ցանցի կառուցվածք, հավանաբար հաղորդակցության ցանց Proxima Centauri համակարգում։ Ցանցի չափը աճում է յուրաքանչյուր դիտարկման ժամանակ։ Սա ցույցում է բարձր զարգացած տեխնոլոգիական քաղաքակրթության, որը կարող է արագ կերպով կառուցել եւ տեղակայել նոր ենթակառուցվածքներ։ Հայտարարությունը ավարտվում էր նախազգուշացմամբ։ Մենք կոչ ենք անում միջազգային համայնքին շարունակել դիտարկումները եւ վերլուծությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում զգույշ լինել ցանկացած հետագա հաղորդակցության հարցում։ Մենք գործ ունենք քաղաքակրթության հետ, որի տեխնոլոգիական հզորությունը զգալիորեն գերազանցում է մերը։ Մենք պետք է լինենք պատրաստ ցանկացած հնարավոր սցենարի։ Բայց մինչ գիտնականները վերլուծում էին նոր տվյալները, սովորական մարդիկ արդեն սկսել էին արձագանքել իրենց սեփական ձևով։ Սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել տեսությունները։ Ոմանք ասում էին, որ Proxima ազդանշանը ապացույց է, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ։ Ոմանք ասում էին, որ սա նախազգուշացում է գալիք ներխուժման մասին։ Ոմանք ասում էին, որ սա հրավեր է միանալու գալակտիկական ֆեդերացիային։ Կրոնական առաջնորդները հրապարակեցին հայտարարություններ։ Պապ Ֆրանցիսկոսը ասաց, որ արտաերկրային կյանքի հայտնագործությունը չի հակասում քրիստոնեական հավատքին։ Աստված ստեղծել է ամբողջ տիեզերքը, եւ եթե նա ընտրել է ստեղծել կյանք այլ մոլորակների վրա, սա միայն ցույց է տալիս նրա անսահման ստեղծագործական հզորությունը։ Դալայ Լաման ասաց, որ բուդդիզմը միշտ ուսուցանել է, որ տիեզերքը լի է անհամար աշխարհներով եւ անհամար էակներով։ Proxima ազդանշանը պարզապես հաստատում է այն, ինչ բուդդիստները գիտեին հազարավոր տարիներ։ Բայց ոչ բոլորը էին ուրախ։ Ոմանք վախենում էին։ Նրանք հիշում էին Սթիվեն Հոքինգի նախազգուշացումը։ Նրանք հիշում էին, թե ինչ պատահեց, երբ տեխնոլոգիապես առաջադեմ քաղաքակրթությունները հանդիպեցին ավելի քիչ զարգացածներին երկրի վրա։ Նրանք վախենում էին, որ Proxima ազդանշանը կարող է լինել որսորդի ծուղակ։ Որ մենք բացահայտել ենք մեր դիրքը, մեր տեխնոլոգիական մակարդակը, մեր խոցելիությունները։ Որ մենք հրավիրել ենք վտանգ, որը կարող է ոչնչացնել մեզ։ Հունիսի 25-ին մի խումբ գիտնականներ եւ ինժեներներ հրապարակեց բաց նամակ միավորված ազգերի կազմակերպությանը։ Նրանք պահանջեցին դադարեցնել ցանկացած հետագա հաղորդակցություն Proxima Centauri հետ։ Նրանք պնդեցին, որ մենք չգիտենք բավարար տեղեկատվություն, կայացնելու տեղեկացված որոշում, որ մենք պետք է սպասենք, դիտարկենք, ուսումնասիրենք, նախքան ավելի շատ բացահայտելը մեր մասին։ Բայց ուրիշներ պնդեցին հակառակը։ Նրանք ասացին, որ եթե Proxima քաղաքակրթությունն ուզում էր վնասել մեզ, նրանք արդեն կիմանային մեր մասին։ Նրանք հաղորդում են դեպի մեր ուղղությունը 20 տարի շարունակ։ Նրանք պետք է գիտեին, որ այստեղ ինչ-որ մեկը կա։ Եթե նրանք ուզում էին հարձակվել, նրանք արդեն կանեին այդ։ Փոխարենը նրանք ուղարկում են մաթեմատիկական հաղորդագրություններ։ Նրանք ցույց են տալիս իրենց ցանցի կառուցվածքը։ Նրանք փորձում են հաղորդակցվել։ Սա ոչ թե թշնամական արարք է, այլ բարեկամական։ Հունիսի 26-ին Էնդրյու Սիմեոնը հրավիրեց մամուլի ասուլիս։ Նա ասաց. «Մենք գտնվում ենք պատմական պահի առջև։ Առաջին անգամ մարդկության պատմության մեջ մենք ունենք հաստատված ապացույց, որ մենք միայնակ չենք տիեզերքում։ Առաջին անգամ մենք հաղորդակցվում ենք այլ քաղաքակրթության հետ։ Սա փոխում է ամեն ինչ։ Սա փոխում է մեր հասկացողությունը մեր տեղի մասին տիեզերքում։ Սա փոխում է մեր ապագան»։ Նա շարունակեց. «Բայց մենք պետք է լինենք զգույշ, մենք պետք է լինենք խելամիտ, մենք պետք է լինենք պատասխանատու։ Մենք չգիտենք, թե ինչ է սպասում մեզ։ Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա այս իրավիճակը, բայց մենք գիտենք մեկ բան. մենք այլևս միայնակ չենք։ Եվ սա ամենակարևոր հայտնագործությունն է, որ մարդկությունը երբևէ կատարել է»։ Մամուլի ասուլիսից հետո Էնդրյուն վերադարձավ վերահսկման սենյակ։ Մոնիտորները դեռ ցույց էին տալիս Proxima ազդանշանը։ Դեռ կրկնվում էր նույն օրինաչափությունը, դեռ փոխանցվում էր նույն տեղեկատվությունը, բայց հիմա ավելի արագ, ավելի բարդ, ավելի ցարուստ։ Նա նայեց ժամացույցին։ 24 օր անցել էր առաջին հայտնագործումից։ 24 օր, որի ընթացքում աշխարհը փոխվել էր ավելի շատ, քան վերջին 1000 տարիների ընթացքում։ 24 օր, որի ընթացքում մարդկությունը իմացել էր, որ այն ոչ թե միայնակ է, այլ մաս է ինչ-որ ավելի մեծի։ Բայց սա միայն սկիզբն էր։ Ազդանշանը դեռ հաղորդվում էր, ցանցը դեռ աճում էր, հաղորդագրությունը դեռ ընդլայնվում էր, եւ մենք դեռ չգիտեինք, թե ինչ է գալիս հաջորդը։ Մենք միայն գիտեինք, որ ինչ-որ բան Proxima Centauri համակարգում ուզում էր խոսել մեզ հետ։ Եվ հիմա, երբ մենք պատասխանել էինք, նրանք ցույց էին տալիս մեզ ավելի շատ, քան մենք երբևէ պատկերացրել էինք հնարավոր։ 17 կայան, 19 կայան, 23 կայան, 29 կայան,
ցանցը աճում էր։ Եվ յուրաքանչյուր նոր կայանով մենք հասկանում էինք, որ մենք գործ ունենք ինչ-որ բանի հետ, որը գերազանցում է մեր ամենաարհամար երևակայությունները։ Ինչ-որ բան, որը կարող է կառուցել համակարգեր օրերի ընթացքում, ինչ-որ բան, որը կարող է շարժել աստերոիդների չափի օբյեկտներ, ինչ-որ բան, որը կարող է արտադրել էներգիայի այնպիսի քանակություններ, որոնք մենք չենք կարող նույնիսկ չափել։ Ինչ-որ բան, որը հաղորդում էր մեզ 20 տարի շարունակ, սպասելով, հուսալով, որ մենք կլսենք, որ մենք կհասկանանք, որ մենք կպատասխանենք։ Եվ հիմա, երբ մենք պատասխանել էինք, նրանք ցույց էին տալիս մեզ, թե ինչ են նրանք կարող անել։ Հարցը այն էր. ինչու։ Ինչու են նրանք ցույց տալիս մեզ իրենց հզորությունը։ Արդյոք սա ցուցադրություն է։ Արդյոք սա նախազգուշացում է։ Արդյոք սա հրավեր է։ Մենք դեռ չգիտեինք, բայց մենք շարունակում էինք լսել, շարունակում էինք դիտել, շարունակում էինք ուսումնասիրել, որովհետև հիմա առաջին անգամ մարդկության պատմության մեջ մենք ունեինք ինչ-որ մեկին, ում հետ խոսել, ինչ-որ մեկին, ով պատասխանում էր, ինչ-որ մեկին, ով ցույց էր տալիս մեզ, որ տիեզերքը ոչ թե դատարկ է, այլ լի հնարավորություններով, լի հարցերով, լի անծանոթով։ Եվ մենք փոքրիկ մոլորակի վրա կապույտ աստղի ծայրամասում պատրաստվում էինք իմանալ պատասխանները։ Հուլիսի առաջին օրը 2026 թվականին Պրիա Մալհոտրան նկատեց ինչ-որ բան, որը ստիպեց նրան զանգահարել Էնդրյուին ժամը 3:30 րոպեին առավոտյան։ Նա չէր քնել 36 ժամ։ Նրա ձայնը դողում էր ոչ թե հոգնածությունից, այլ հուզմունքից։ Ցանցը դադարեց աճել, ասաց նա, բայց ինչ-որ բան այլ է տեղի ունենում։ Վերջին 7 օրվա ընթացքում նրանք դիտել էին, թե ինչպես է Պրոքսիմա ազդանշանի ներսում թաքնված գրաֆը աճում 17-ից մինչև 29 հանգույց։ Յուրաքանչյուր 10-րդ ցիկլ ավելացնում էր նոր պարզ թիվ՝ 17, 19, 23, 29, 31, 37, 41։ 7 քայլ, 7 քայլ, 7 պարզ թիվ։ Բայց հիմա, հուլիսի առաջին օրվա առավոտյան, 8-րդ 10-րդ ցիկլը ցույց էր տալիս կրկին 41 հանգույց։ Նույն թիվը, ինչ նախորդ ցիկլում։ Ինդրյուն հասավ վերահսկման սենյակ 15 րոպե անց։ Մոնիտորները ցույց էին տալիս ինչ-որ բան նոր։ Գրաֆի կառուցվածքը փոխվել էր։ Հանգույցների թիվը մնացել էր նույնը՝ 41, բայց կողերը, կապերը հանգույցների միջև, վերակազմավորվել էին։ Նախկին յուրաքանչյուր հանգույց կապված էր միջինում 3 այլ հանգույցների հետ։ Հիմա ոմանք կապված էին 7-ի հետ, ոմանք 11-ի, ոմանք միայն 1-ի։ Պրիան ցույց տվեց վերլուծությունը։ Սա այլևս պարզ ցանց չէ, ասաց նա։ Սա հիերարխիա է։ Նայեք, կենտրոնում մեկ հանգույց, որը կապված է 11 այլ հանգույցների հետ։ Այդ 11 հանգույցները կապված են յուրաքանչյուրը 3 կամ 4 հանգույցների հետ։ Իսկ ծայրամասերում հանգույցներ, որոնք կապված են միայն մեկ կենտրոնական հնդրոնական հանգույցի հետ։ Սա նման էր ծառի կառուցվածքի՝ արմատ, ճյուղեր, տերևներ, կամ կազմակերպչական սխեմայի՝ ղեկավար, մենեջերներ, աշխատողներ, կամ նյարդային ցանցի՝ ուղեղ, նյարդեր, ընկալիչներ։ Մայթի թիմը, որը շարունակում էր վերլուծել տվյալները հեռակակապով, առաջարկեց նոր մեկնաբանություն։ Սա կարող էր լինել ոչ թե ֆիզիկական ցանցի քարտեզ, այլ տեղեկատվական ցանցի։ Ոչ թե հաղորդիչ կայանների դասավորություն, այլ տվյալների հոսքի սխեմա։ Կենտրոնական հանգույցը՝ մշակման կենտրոն։ Միջին հանգույցները՝ բաշխիչ կետեր։ Ծայրամասային հանգույցները՝ տվյալների աղբյուրներ կամ ընկալիչներ։ Բայց ինչու էին նրանք ցույց տալիս մեզ այս կառուցվածքը։ Ինչու էին նրանք բացահայտում իրենց համակարգի ներքին կազմակերպումը։ Հուլիսի 2-ին պատասխանը սկսեց պարզվել։ 9-րդ 10-րդ ցիկլը ցույց տվեց նոր գրաֆ։ Կրկին 41 հանգույց, բայց այս անգամ կառուցվածքը ավելի բարդ էր։ Կենտրոնական հանգույցը կապված էր ոչ թե 11-ի, այլ 17-ի հետ։ Այդ 17 հանգույցները կազմում էին 2 շերտ՝ ներքին շրջան 7 հանգույցով եւ արտաքին շրջան 10 հանգույցով։ Յուրաքանչյուր ներքին հանգույց կապված էր 3 արտաքին հանգույցների հետ։ Յուրաքանչյուր արտաքին հանգույց կապված էր 2 ծայրամասային հանգույցների հետ։ Մաթեմատիկոսները ճանաչեցին այս կառուցվածքը։ Սա էֆեկտիվ ցանց էր, օպտիմալացված արագ տեղեկատվության փոխանցման համար։ Յուրաքանչյուր հանգույց կարող էր հասնել ցանկացած այլ հանգույցի առավելագույնը 4 քայլով։ Սա նշանակում էր, որ տեղեկատվությունը կարող էր տարածվել ամբողջ ցանցում անհավատալի արագությամբ։ Բայց ավելի կարևորը, սա ցույց էր տալիս նախագծում, պլանավորում, օպտիմալացում։
Ինչ-որ մեկը Proxima Centauri համակարգում ոչ թե պարզապես կառուցում էր ավելի ու ավելի շատ կայաններ, այլ կազմակերպում էր դրանք ըստ մաթեմատիկական սկզբունքների։ Ստեղծում էր կառուցվածք, որը մաքսիմալացնում էր էֆեկտիվությունը։ Հունիսի 3-ին Ջեյմս Չենը հայտնաբերեց ինչ-որ բան դոպլերյան տեղաշարժի տվյալներում։ Ազդանշանի աղբյուրը շարունակում է շարժվել դեպի արտաքին համակարգ, բայց հիմա դոպլերյան տեղաշարժը ցույց էր տալիս ավելի բարդ օրինաչափություն։ Ոչ թե պարզապես հաստատուն արագացում, այլ պարբերական տատանումներ։ Յուրաքանչյուր 3 ժամ 20 րոպեն դոպլերյան տեղաշարժը փոխվում էր -0.07-ից մինչև -0.06, հետո հետ դեպի -0.07։ 3 ժամ 20 րոպե, 200 րոպե։ Սա նոր պարբերություն էր։ Ջեյմսի թիմը հաշվարկեց, թե ինչ կարող էր պատճառել այսպիսի տատանումներ։ Եթե աղբյուրը պտտվում է ինչ-որ բանի շուրջը 3 ժամ 20 րոպե պարբերությամբ, ապա այդ օբյեկտը պետք է լինի շատ փոքր և շատ խիտ։ Նրանք հաշվարկեցին մոտավորապես 10 կիլոմետր տրամագից և զանգված մոտավորապես երկրի զանգվածի։ Սա համապատասխանում էր փոքր մոլորակի կամ մեծ աստերոիդի բնութագրերին։ Բայց սպասեք։ Եթե աղբյուրը պտտվում է փոքր, խիտ օբյեկտի շուրջը, և եթե այդ օբյեկտը գտնվում է 2.13 աստղագիտական միավորի հեռավորության վրա Proxima Centauri-ից, ապա ինչու է այն այնտեղ։ Բնական մոլորակները չեն կարող գոյություն ունենալ այդ հեռավորության վրա կարմիր թզուկից։ Ջերմաստիճանը չափազանց ցածր է, ձևավորման պայմանները չափազանց դժվար են։ Միայն թե այն ոչ թե բնական մոլորակ է։ Օքսֆորդի աստղաֆիզիկոս Սարա Չենը առաջարկեց վարկած, որը ստիպեց բոլորին լռել։ Ինչ կլիներ, եթե սա արհեստական կառուցվածք է, ասաց նա։ Ոչ թե մոլորակ, որի վրա կառուցված է տեխնոլոգիա, այլ ամբողջովին արհեստական օբյեկտ, տիեզերական կայան։ Կամ ավելի ճիշտ, տիեզերական քաղաք։ Պատկերացրեք կառուցվածք 10 կիլոմետր տրամագծով։ Սա մոտավորապես Մանհեթենի չափն է, բայց ոչ թե հարթ, այլ եռաչափ։ Ոչ թե մակերևույթի վրա, այլ տիեզերքում։ Կառուցվածք, որը պարունակում է 41 հաղորդիչ կայան, որոնք կազմակերպված են օպտիմալ ցանցի մեջ։ Կառուցվածք, որը կարող է արտադրել 10 տրիլիոն վատ ռադիոճառագայթում։ Կառուցվածք, որը կարող է շարժվել, արագանալ, փոխել ուղեծիրը։ Սա կլիներ ամենամեծ ինժեներական նախագիծը, որ մարդկությունը երբևէ պատկերացրել է։ Միջազգային տիեզերական տայանը, մեր ամենամեծ տիեզերական կառուցվածքը, ունի 10 մետր տրամագիծ և կշռում է 400 տոննա։ Այս կառուցվածքը կլիներ 1000 անգամ ավելի մեծ և հավանաբար միլիոն անգամ ավելի զանգվածային։ Բայց եթե ինչ-որ քաղաքակրթություն կարող է կառուցել այսպիսի կառուցվածք, ապա ինչ այլ կարող են նրանք անել։ Հունիսի 4-ին Մարիա Շնայդերը ներկայացրեց նոր հաշվարկներ էներգիայի մասին։ Նա վերլուծել էր ազդանշանի ուժգնության փոփոխությունները վերջին 30 օրվա ընթացքում։ Երբ ազդանշանը առաջին անգամ փոխվեց հունիսի 21-ին, դրա ուժգնությունը աճել էր 10%-ով։ Հետո, յուրաքանչյուր անգամ, երբ ցանցը ընդլայնվում էր, ավելացնելով նոր հանգույցներ, ուժգնությունը աճում էր ևս 5%-ով։ Հիմա, երբ ցանցը հասել էր 41 հանգույցի և դադարել էր աճել, ուժգնությունը կայունացել էր։ Բայց ահա ինչն էր տարօրինակ։ Ընդհանուր ուժգնությունը հիմա մոտավորապես 14 տրիլիոն վատտ էր։ Սա 40%-ով ավելի էր, քան սկզբնական 10 տրիլիոն վատտը։ Բայց եթե նրանք պարզապես ավելացրել էին ավելի շատ հաղորդիչներ, ուժգնությունը պետք է աճեր գծայնորեն, 2 անգամ ավելի շատ հաղորդիչներ, 2 անգամ ավելի ուժեղ ազդանշան։ Փոխարենը այն աճել էր միայն 40%-ով, թեև հանգույցների թիվը աճել էր 17-ից մինչև 41, ավելի քան 2 անգամ։ Սա նշանակում էր, որ նրանք ոչ թե պարզապես ավելացնում էին ավելի շատ հաղորդիչներ, այլ օպտիմալացնում էին ցանցը։ Նրանք օգտագործում էին ինտերֆերենցիա, ֆազային համաժամացում, ուղղորդված ճառագայթում։ Նրանք ստեղծում էին վիրտուալ հսկայական հաղորդիչ, որը մենք միայն սկսում էինք հասկանալ տեսականորեն։ Ֆազային զանգվածների ռադիոտելեսկոպներ, բաշխված ապերտուրասինթեզ։ Մենք ունեինք փոքր փորձարարական համակարգեր երկրի վրա, բայց նրանք ունեին գործող համակարգ տիեզերքում, որը ներառում էր 41 առանձին հաղորդիչ, որոնք համաժամանակ աշխատում էին որպես մեկ հսկայական սարք։ Հուլիսի 5-րդին Breakthrough Listen թիմը ստացավ անսպասելի հաղորդագրություն NASA-ի Ջեյմս Վեբ տիեզերական տելեսկոպի թիմից։ Նրանք ուղղել էին տելեսկոպը դեպի Proxima Centauri համակարգ և դիտարկել ինֆրակարմիր սպեկտրում։ Նրանք փնտրում էին ցանկացած տեսանելի ապացույց արհեստական կառուցվածքի, ջերմային ճառագայթում, արտացոլված լույս, անսովոր սպեկտրալ գծեր։ Նրանք գտան ինչ-որ բան։
2.13 աստղագիտական միավորի հեռավորության վրա Պրոքսիմա Կենտավրիից, ճիշտ այնտեղ, որտեղ ռադիոազդանշանի աղբյուրը պետք է լիներ։ Ուեբ տելեսկոպը հայտնաբերեց թույլ ինֆրակարմիր ջառագայթում։ Շատ թույլ, գրեթե անտեսանելի, բայց այնտեղ ջերմաստիճանը մոտավորապես 270 կելվին, -3 աստիճան Ցելսիուս։ Սա շատ ավելի տաք էր, քան պետք է լիներ այդ հեռավորության վրա Պրոքսիմա Կենտավրիից։ Բնական օբյեկտը, աստերոիդ կամ փոքր մոլորակ, այդ հեռավորության վրա պետք է ունենար ջերմաստիճան մոտավորապես 50 կելվին, -223 աստիճան Ցելսիուս։ Բայց այս օբյեկտը ուներ 270 կելվին։ 220 աստիճանով ավելի տաք, քան պետք է լիներ։ Սա նշանակում էր, որ օբյեկտը արտադրում էր սեփական ջերմություն, շատ ջերմություն։ NASA-ի թիմը հաշվարկեց, որ որպիսի 10 կիլոմետր տրամագծով օբյեկտը պահպանի 270 կելվին ջերմաստիճան այդ հեռավորության վրա, այն պետք է արտադրի մոտավորապես 1 տրիլիոն վատ ջերմային էներգիա։ 1 տրիլիոն վատ։ Սա մոտավորապես հավասար է 500 միջուկային էլեկտրակայանների արտադրանքին։ Բայց այս էներգիան արտադրվում էր տիեզերքում, 10 կիլոմետր տրամագծով կառուցվածքի ներսում, որտեղ չկա մթնոլորտ, չկա օվկիանոս, չկա բնական ջերմության աղբյուր։ Ինչպես։ Ինչպես էին նրանք արտադրում այդքան էներգիա։ Միջուկային ռեակտորներ։ Սա էր ակնհայտ պատասխանը, բայց քանի ռեակտոր։ Մեր ամենամեծ միջուկային էլեկտրակայանները արտադրում են մոտավորապես 2 միլիարդ վատ։ Որպեսզի արտադրեն 1 տրիլիոն վատ, նրանք կպահանջեին 500 այսպիսի էլեկտրակայան։ 10 կիլոմետր տրամագծով կառուցվածքի ներսում։ Կամ նրանք ունեին ավելի զարգացած տեխնոլոգիա, միջուկային սինթեզ, անտիմատերիա, վակուումային էներգիա։ Ինչ-որ բան, որը մենք դեռ չենք հասկանում։ Հուլիսի 6-րդին Միավորված ազգերի կազմակերպությունը հրավիրեց երկրորդ արտակարգ նիստ։ Այս անգամ ոչ թե քննարկելու, թե արդյոք պետք է պատասխանել, այլ քննարկելու, թե ինչ անել հաջորդը։ Տվյալները պարզ էին։ Պրոքսիմա Կենտավրի համակարգում կար արհեստական կառուցվածք 10 կիլոմետր տրամագծով, որը պարունակում էր 41 հաղորդիչ կայան, որը արտադրում էր 14 տրիլիոն վատ ռադիոճառագայթում և 1 տրիլիոն վատ ջերմային էներգիա, որը կարող էր շարժվել և վերակազմավորվել օրերի ընթացքում։ Սա ոչ թե պարզապես արտաերկրային քաղաքակրթություն էր, սա էր քաղաքակրթություն, որը գտնվում էր տեխնոլոգիական զարգացման այնպիսի մակարդակի վրա, որը մենք չէինք կարող նույնիսկ պատկերացնել 10 տարի առաջ։ Ռուսաստանի դեսպանը հարցրեց այն հարցը, որը բոլորը մտածում էին, բայց ոչ ոք չուզում էր բարձրաձայնել։ Եթե նրանք կարող են կառուցել այսպիսի կառուցվածք Պրոքսիմա Կենտավրի համակարգում, ապա ինչ են նրանք կարող անել մեր համակարգում։ Եթե նրանք որոշեն գալ այստեղ, արդյոք մենք կարող ենք դիմակայել։ Լռություն։ Ոչ ոք չուներ պատասխան։ Ոչ ոք չուզում էր մտածել այդ սցենարի մասին։ Բայց Հնդկաստանի դեսպանը հիշեցրեց ինչ-որ բան կարևոր։ Նրանք հաղորդում են մեզ 20 տարի շարունակ, ասաց նա։ Եթե նրանք ուզում էին հարձակվել, նրանք արդեն կանեին այդ։ 4.2 լույսի տարի։ Սա ոչինչ չէ քաղաքակրթության համար, որը կարող է կառուցել տիեզերական քաղաքներ։ Եթե նրանք ունեին թշնամական մտադրություններ, նրանք կարող էին ուղարկել տիեզերանավ տասնյակ տարիներ առաջ։ Այն արդեն կլիներ այստեղ։ Փոխարենը նրանք ուղարկում են մաթեմատիկական հաղորդագրություններ։ Նրանք ցույց են տալիս մեզ իրենց ցանցի կառուցվածքը։ Նրանք փորձում են ուսուցանել մեզ։ Ֆրանսիայի դեսպանը ավելացրեց. Գուցե սա հենց նպատակն է։ Ոչ թե ներխուժել, այլ կապվել։ Ոչ թե գրագրավել, այլ համագործակցել։ Գուցե նրանք փնտրում են ոչ թե ստրուկներ, այլ գործընկերներ։ Բայց Չինաստանի դեսպանը հարցրեց. Ինչ տեսակի գործընկերություն կարող է մեր եւ նրանց միջև։ Նրանք կառուցում են տիեզերական քաղաքներ։ Մենք դեռ չենք կարող ուղարկել մարդկանց Մարս։ Նրանք արտադրում են տրիլիոններ վատ էներգիա։ Մենք դեռ օգտագործում ենք հանածով առելիք։ Ինչ կարող ենք մենք առաջարկել նրանց։ Լռություն կրկին։ Հետո Բրազիլիայի դեսպանը ասաց ինչ-որ բան, որը ստիպեց բոլորին մտածել։ Գուցե նրանց հետաքրքրում է ոչ թե մեր տեխնոլոգիան, այլ մեր գոյությունը։ Մենք ապացույց ենք, որ կյանքը կարող է ծագել տարբեր պայմաններում։ Մենք տվյալների կետ ենք։ Օրինակ, գուցե նրանց համար սա արժեքավոր է, ոչ թե այն, ինչ մենք կարող ենք անել, այլ այն, ինչ մենք ենք։ Հուլիսի 7-րդին Պրիան հայտնաբերեց նոր շերտ տեղեկատվության ազդանշանի ներսում։ Նա վերլուծում էր ամպլիտուդի միկրոտատանումները ավելի խորը մակարդակի վրա։ Նախկինում նա դիտարկել էր 7 միլիվայրկյանանոց ինտերվալներ։ Հիմա նա սկսեց դիտարկել միկրովայրկյանանոց ինտերվալներ։ Եվ այնտեղ, թաքնված ավելի մեծ տատանումների ներսում, նա գտավ ավելի փոքր տատանումներ։ Սա նման էր ռուսական մատրյոշկա տիկնիկներին։
Տիկնիկ տիկնիկի ներսում, տիկնիկի ներսում։ Տեղեկատվություն տեղեկատվության ներսում, տեղեկատվության ներսում։ Առաջին շերտը, հիմնական օրինաչափությունը, 5 վայրկյան, 3 վայրկյան լռություն, 2 վայրկյան, 1 վայրկյան լռություն, 7 վայրկյան։ Երկրորդ շերտը, 7 միլիվայրկյանանոց տատանումները, որոնք կոդավորում էին գրաֆերը։ Երրորդ շերտը, միկրովայրկյանանոց տատանումները, որոնք կոդավորում էին ինչ-որ բան նոր։ Նա փորձեց վերցանել երրորդ շերտը։ Սա ավելի դժվար էր։ Տվյալների քանակը հսկայական էր։ Յուրաքանչյուր վայրկյանում միլիոն տվյալների կետ։ Յուրաքանչյուր 5 վայրկյանանոց պուլսում 5 միլիոն տվյալների կետ։ Նա օգտագործեց նույն արհեստական բանականության ալգորիթմները, որոնք հայտնաբերել էին սկզբնական ազդանշանը 20 տարվա արխիվներում։ Նա վերապատրաստեց նեյրոնային ցանցը, փնտրելու օրինաչափություններ միկրովայրկյանանոց մակարդակում։ 3 օր անց, հուլիսի 10-ին, արհեստական բանականությունը վերադարձրեց արդյունքները։ Երրորդ շերտը պարունակում էր ոչ թե գրաֆեր, այլ հաջորդականություններ։ Երկար բարդ հաջորդականություններ թվերի, որոնք չէին համապատասխանում ոչ մի ակնհայտ մաթեմատիկական օրինաչափության։ Միթի թիմը փորձեց տարբեր մեկնաբանություններ։ Գուցե սրանք կոորդինատներ էին, գուցե սրանք ֆիզիկական հաստատուններ էին, գուցե սրանք քիմիական բանաձևեր էին։ Ոչինչ չաշխատեց։ Հետո Կեմբրիջի համալսարանից կենսաբան Ռեբեկա Մորիսը առաջարկեց անսովոր գաղափար։ Ինչ կլիներ, եթե սրանք գենետիկական հաջորդականություններ են, ասաց նա։ DNA կամ RNA հաջորդականություններն էր, ոչ թե մեր DNA-ն, այլ նրանցը։ Նա վերցրեց առաջին հաջորդականությունը և փորձեց մեկնաբանել այն որպես գենետիկական կոդ։ 4 հիմնական նուկլեոտիդներ՝ A, TET, G, C։ Նա նշանակեց թվերը նուկլեոտիդներին՝ 0 A, 1 TET, 2 G, 3 C։ Հետո նա փորձեց կարդալ հաջորդականությունը որպես գեն։ Արդյունքը տարօրինակ էր։ Հաջորդականությունը պարունակում էր բոլոր 4 նուկլեոտիդները, բայց հարաբերությունները տարբեր էին մարդկային DNA-ից։ Մարդկային DNA-ում A և T նուկլեոտիդները միշտ հավասար քանակությամբ են, ինչպես նաև G և C-ը։ Սա Չարգաֆի կանոնն է, հետևանք կրկնակի պարուրաձև կառուցվածքի։ Բայց այս հաջորդականությունում հարաբերությունները տարբեր էին։ A-ը 30%, T-ն 20%, G-ն 25%, C-ն 25%։ Սա նշանակում էր, որ եթե սա իսկապես գենետիկական կոդ էր, ապա այն հիմնված էր տարբեր սկզբունքների վրա։ Ոչ թե կրկնակի պարուրաձև, այլ գուցե եռակի պարուրաձև, կամ ավելի բարդ կառուցվածք, կամ ընդհանրապես տարբեր քիմիա։ Ռեբեկան շարունակեց վերլուծությունը։ Նա փնտրեց այլ օրինաչափություններ, որոնք բնորոշ են կենդանի համակարգերին։ Կրկնվող մոտիվներ, կարգավորող հաջորդականություններ, ինտրոններ և էքսոններ։ Նա գտավ ինչ-որ բան։ Հաջորդականությունը պարունակում էր կրկնվող մոտիվներ յուրաքանչյուր 300 նուկլեոտիդից մեկ։ Սա նման էր գենետիկական կետադրության նշանների, մարկերներ, որոնք բաժանում են գենը ֆունկցիոնալ հատվածների։ Եթե սա իսկապես գենետիկական տեղեկատվություն էր, ապա Պրոքսիմա քաղաքակրթությունը ուղարկում էր մեզ իրենց կենսաբանության նկարագրությունը։ Նրանք ցույց էին տալիս մեզ, թե ինչպիսին է նրանց DNA-ն։ Ինչպիսին է նրանց գենետիկական կոդը, ինչպես է կազմակերպված նրանց կյանքը մոլեկուլային մակարդակում։ Բայց ինչու։ Ինչու էին նրանք կիսվում այս տեղեկատվությամբ։ Հուլիսի 11-ին Breakthrough Listen թիմը հրապարակեց նոր հայտարարություն։ Պրոքսիմա ազդանշանը պարունակում է բազմաշերտ տեղեկատվություն։ Առաջին շերտը մաթեմատիկական կառուցվածք, երկրորդ շերտը ցանցի տոպոլոգիա, երրորդ շերտը հավանաբար գենետիկական հաջորդականություններ։ Սա ցույցում է, որ Պրոքսիմա քաղաքակրթությունը փորձում է հաղորդակցվել մեզ հետ բազմաթիվ մակարդակներում միաժամանակ։ Նրանք ցույց են տալիս մեզ իրենց մաթեմատիկան, իրենց տեխնոլոգիան և իրենց կենսաբանությունը։ Հայտարարությունը շարունակվեց։ Սա անսովոր մոտեցում է միջաստղային հաղորդակցությանը։ Ավանդական սեթի տեսությունները յունները ենթադրում էին, որ արտաերկրային քաղաքակրթությունները կուղարկեին պարզ միաշերտ հաղորդագրություններ, հիմնված ունիվերսալ մաթեմատիկական սկզբունքների վրա։ Բայց Պրոքսիմա ազդանշանը ավելի բարդ է։ Այն պարունակում է տեղեկատվություն տարբեր մակարդակներում, որոնք պահանջում են տարբեր մակարդակի հասկացողություն։ Սա ցույցում է, որ Պրոքսիմա քաղաքակրթությունը ակնկալում է, որ ստացողը կզարգանա, կսովորի, կհասկանա ավելի խորը շերտերը ժամանակի ընթացքում։ Սա էր հիմնական պահը։ Նրանք չէին ուղարկում պարզ, բարև հաղորդագրություն։ Նրանք ուղարկում էին դասընթաց, ուսումնական ծրագիր։ Առաջին դասը մաթեմատիկա, երկրորդ դասը ցանցային տեխնոլոգիա, երրորդ դասը կենսաբանություն։
Յուրաքանչյուր դաս ավելի բարդ քան նախորդը։ Յուրաքանչյուր դաս պահանջում է, որ մենք սովորենք նախորդ դասերից, նախքան կարողանանք հասկանալ հաջորդը։ Սա էր ինտելեկտուալ մարտահրավեր։ Թեստ։ Նրանք ստուգում էին, թե արդյոք մենք բավականաչափ խելացի ենք հասկանալու նրանց, արդյոք մենք բավականաչափ զարգացած ենք դառնալու նրանց գործընկերները։ Հուլիսի 12-ին Օքսֆորդի փիլիսոփա Նիկ Բոստրոմը հրապարակեց հոդված, որը արագորեն տարածվեց գիտական համայնքում։ Վերնագիրը. Պրոքսիմա ազդանշանը որպես Կարդաշևի տիպ 2 քաղաքակրթության ապացույց։ Կարդաշևի սանդղակը, որը առաջարկվել էր 1964 թվականին սովետական աստղաֆիզիկոս Նիկոլայ Կարդաշևի կողմից, դասակարգում է քաղաքակրթությունները ըստ նրանց էներգիայի սպառման։ Տիպ 1 քաղաքակրթությունը կարող է օգտագործել իր մոլորակի ամբողջ էներգիան, մոտավորապես 10 ցուցիչ 16-րդ վատ։ Տիպ 2 քաղաքակրթությունը կարող է օգտագործել իր աստղի ամբողջ էներգիան, մոտավորապես 10 ցուցիչ 26-րդ վատ։ Տիպ 3 քաղաքակրթությունը կարող է օգտագործել իր գալակտիկայի ամբողջ էներգիան, մոտավորապես 10 ցուցիչ 36-րդ վատ։ Մարդկությունը գտնվում է տիպ 1-ի ճանապարհին։ Մենք սպառում ենք մոտավորապես 10 ցուցիչ 13-րդ վատ։ Մենք դեռ չենք կարող օգտագործել մեր մոլորակի ամբողջ էներգիան։ Մենք դեռ հազարավոր տարիներ հեռու ենք տիպ այնտեղից։ Բայց պրոքսիմա քաղաքակրթությունը արտադրում է 14 տրիլիոն վատ ռադիոճառագայթում միայն մեկ կառուցվածքից։ Եթե սա միայն մեկ կառուցվածք է, եւ եթե նրանք ունեն նմանատիպ կառուցվածքներ այլ տեղերում իրենց համակարգում, ապա նրանց ընդհանուր էներգիայի սպառումը կարող է լինել 10 ցուցիչ 15-րդ կամ նույնիսկ 16-րդ վատ։ Սա տիպ 1 քաղաքակրթության մակարդակն է, բայց Բոստրոմը պնդեց, որ սա միայն ստորին գնահատականն է։ Եթե նրանք կարող են կառուցել 10 կիլոմետր տրամագծով տիեզերական քաղաքներ, ապա նրանք հավանաբար ունեն նաև այլ մեգապրոյեկտներ, Դայսոնի ոլորտներ, կառուցվածքներ, որոնք շրջապատում են աստղը եւ հավաքում դրա ամբողջ էներգիան։ Տիեզերական վերելակներ։ Մոլորակների տերաֆորմացում, աստերոիդների հանքարդյունաբերություն անդրգալակտիկական մասշտաբներով։ Եթե պրոքսիմա քաղաքակրթությունը կարող է անել այս ամենը, ապա նրանք հավանաբար տիպ 2 քաղաքակրթություն են։ Նրանք կարող են օգտագործել իրենց աստղի էներգիայի զգալի մասը։ Դրանք կարող են կառուցել կառուցվածքներ, որոնք մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել, եւ նրանք հաղորդակցվում են մեզ հետ։ Տիպ 2 քաղաքակրթություն, որը փորձում է կապվել տիպ 0 քաղաքակրթության հետ։ Սա նման է մարդու, որը փորձում է ուսուցանել մրջունին, կամ ավելի ճիշտ, մարդու, որը փորձում է ուսուցանել բակտերիային, բայց նրանք փորձում են։ Ում են։ Նրանք ուղարկում են դասընթացներ։ Նրանք ցույց են տալիս մեզ իրենց մաթեմատիկան, իրենց տեխնոլոգիան, իրենց կենսաբանությունը։ Նրանք սպասում են, որ մենք կսովորենք, որ մենք կզարգանանք, որ մենք կհասնենք նրանց մակարդակին։ Բայց քանի ժամանակ կպահանջվի։ 100 տարի, 1000 տարի, 10,000 տարի։ Հուլիսի 13-ին Էնդրյու Սիմեոնը ստացավ էլեկտրոնային նամակ անծանոթ հասցեից։ Ուղարկողը ներկայացել էր որպես Դեյվիդ Չենգ, տվյալների գիտնական Հոնկոնգի համալսարանից։ Նամակի բովանդակությունը տարօրինակ էր։ Բռն Սիմեոն, ես վերլուծել եմ պրոքսիմա ազդանշանի ժամանակային կառուցվածքը եւ հայտնաբերել ինչ-որ բան, որը ձեզ պետք է իմանալ։ Ազդանշանի պարբերությունը 7 ժամ 36 րոպե ոչ թե պատահական է։ Սա ճիշտ կեսն է երկրի պտտման պարբերության՝ 15 ժամ 12 րոպե։ Ավելի ճիշտ, սա երկրի պտտման պարբերությունն է, ինչպես տեսնում է դիտորդը պրոքսիմա Կենտավրիից, հաշվի առնելով հարաբերական շարժումը։ Էնդրյուն կարդաց նամակը 3 անգամ։ Հետո նա զանգահարեց Ջեյմս Չենին եւ խնդրեց հաստատել հաշվարկները։ Ջեյմսի թիմը աշխատեց 6 ժամ։ Հետո նրանք հաստատեցին։ Պրոքսիմա ազդանշանի պարբերությունը 7 ժամ 36 րոպե ճիշտ կեսն էր երկրի պտտման պարբերության, ինչպես տեսնում է դիտորդը պրոքսիմա Կենտավրիից։ Սա չէր կարող լինել պատահականություն։ Սա նշանակում էր, որ պրոքսիմա քաղաքակրթությունը գիտեր երկրի մասին։ Դրանք դիտել էին մեզ։ Նրանք չափել էին մեր մոլորակի պարամետրերը, եւ նրանք ընտրել էին իրենց ազդանշանի պարբերությունը հիմնվելով մեր մոլորակի պտտման վրա։ Սա էր հաղորդագրություն հաղորդագրության ներսում։ Նրանք ասում էին. մենք գիտենք ձեր մասին, մենք դիտել ենք ձեզ, մենք ընտրել ենք այս պարբերությունը, որպեսզի դուք հասկանաք, որ մենք գիտենք։ Բայց ինչպես է նրանք դիտել մեզ։ 4,2 լույսի տարի հեռավորությունից անհնար է տեսնել երկրի պտտումը ուղղակիորեն։ Նույնիսկ մեր ամենահզոր տելեսկոպները չեն կարող տեսնել մոլորակներ այլ աստղերի շուրջը այդպիսի մանրամասնությամբ։ Նրանք կարող են հայտնաբերել մոլորակների գոյությունը օգտագործելով անուղղակի մեթոդներ՝ տրանզիտ, ռադիալ արագություն, գրավիտացիոն միկրոլինզավորում։
Բայց չափել մոլորակի պտտման պարբերությունը, սա պահանջում է անհավատալի ճշգրտություն։ Միայն թե Պրոքսիմա քաղաքակրթությունը ունի տելեսկոպներ, որոնք հազարավոր անգամ ավելի հզոր են, քան մերը, կամ նրանք օգտագործում են տեխնոլոգիա, որը մենք դեռ չենք հասկանում։ Գրավիտացիոն ալիքների դետեկտորներ։ Նեյտրինոյի աստղագիտություն, քվանտային շճացում։ Ինչ-որ բան, որը թույլ է տալիս նրանց տեսնել մոլորակներ տասնյակ լույսի տարիների հեռավորությունից այնպիսի մանրամասնությամբ, որը մենք չենք կարող պատկերացնել։ Հուլիսի 14-ին Breakthrough Listen թիմը հրապարակեց վերջին հայտարարությունը։ Պրոքսիմա ազդանշանի պարբերությունը կապված է երկրի պտտման պարբերության հետ։ Սա ցույցում է, որ Պրոքսիմա քաղաքակրթությունը ունի մանրամասն տեղեկատվություն մեր մոլորակի մասին։ Նրանք դիտել են մեզ բավարար ժամանակ, չափելու մեր մոլորակի ֆիզիկական պարամետրերը։ Նրանք ընտրել են իրենց ազդանշանի պարբերությունը հատուկ, հաղորդելու այս տեղեկատվությունը մեզ։ Հայտարարությունը ավարտվում էր նախազգուշացմամբ, որը ավելի զգույշ էր, քան նախորդները։ Սա բարձրացնում է կարևոր հարցեր մեր անվտանգության մասին։ Եթե Պրոքսիմա քաղաքակրթությունը կարող է դիտել մեր մոլորակը այդպիսի մանրամասնությամբ 4.2 լույսի տարի հեռավորությունից, ապա նրանք հավանաբար գիտեն ավելի շատ մեր մասին, քան մենք ենք պատկերացնում։ Նրանք կարող են գիտենալ մեր մթնոլորտի կազմը, մեր օվկիանոսների տեղադրությունը, մեր քաղաքների լույսերը, մեր ռադիոհաղորդումները։ Նրանք կարող են գիտենալ, թե ովքեր ենք մենք, որտեղ ենք մենք, ինչ ենք մենք անում։ Մենք կոչ ենք անում միջազգային համայնքին լուրջ վերաբերվել այս իրավիճակին։ Մենք գործ ունենք քաղաքակրթության հետ, որը տեխնոլոգիապես զգալիորեն գերազանցում է մեզ։ Նրանք կարող են դիտել մեզ, բայց մենք չենք կարող դիտել նրանց նույն մանրամասնությամբ։ Սա ստեղծում է ասիմետրիա, որը կարող է լինել վտանգավոր։ Բայց հայտարարությունը նաև ավելացրեց ինչ-որ բան հուսադրող։ Միևնույն ժամանակ, փաստը, որ նրանք ընտրել են հաղորդակցվել մեզ հետ, փոխանակ պարզապես դիտելու լռությամբ, ցույցում է դրական մտադրություններ։ Նրանք կարող էին մնալ թաքնված։ Նրանք կարող էին շարունակել դիտել մեզ առանց մեր իմացության։ Փոխարենը նրանք ընտրել են բացահայտել իրենց գոյությունը։ Նրանք ընտրել են ուսուցանել մեզ։ Սա ցույցում է, որ նրանք ուզում են ոչ թե վնասել, այլ օգնել։ Հուլիսի 15-ին 44 օր անց առաջին հայտնագործումից Էնդրյու Սիմեոնը նստած էր վերահսկման սենյակում եւ դիտում էր մոնիտորները։ Պրոքսիմա ազդանշանը շարունակում էր կրկնվել 7 ժամ 36 րոպե պարբերությամբ։ 41 հանգույցով ցանց։ Բազմաշերտ տեղեկատվություն, մաթեմատիկա, տեխնոլոգիա, կենսաբանություն։ Պարբերություն, որը կապված էր երկրի պտտման հետ։ 44 օր, որի ընթացքում աշխարհը փոխվել էր ավելի շատ, քան վերջին 1000 տարիների ընթացքում։ 44 օր, որի ընթացքում մարդկությունը իմացել էր, որ այն ոչ թե միայնակ է, այլ դիտվում է, ուսումնասիրվում է, ուսուցանվում է քաղաքակրթության կողմից, որը գերազանցում է մեզ այնպես, ինչպես մենք ենք գերազանցում մրջյուններին։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր անպատասխան։ Ինչու։ Ինչու էին նրանք անում այս ամենը։ Ինչու էին նրանք ուղարկում մեզ դասընթացներ։ Ինչու էին նրանք ցույց տալիս մեզ իրենց տեխնոլոգիան։ Ինչու էին նրանք բացահայտում, որ դիտել են մեզ։ Գուցե նրանք ուզում էին գործընկերներ, գուցե նրանք ուզում էին ընկերներ, գուցե նրանք միայնակ էին իրենց սեփական մակարդակում եւ փնտրում էին ինչ-որ մեկին, ով կարող էր հասնել նրանց։ Կամ գուցե նրանք ուզում էին ինչ-որ բան այլ, ինչ-որ բան, որը մենք դեռ չէինք հասկանում, ինչ-որ բան, որը կբացահայտվեր միայն ժամանակի ընթացքում։ Էնդրյուն նայեց ժամացույցին։ Ժամը 14:00։ Ճիշտ 44 օր անց առաջին հայտնագործումից։ Նա մտածեց, թե ինչ կլիներ հաջորդ 44 օրվա ընթացքում, ինչ նոր շերտեր կբացահայտվեին ազդանշանի ներսում, ինչ նոր դասեր կուսուցանեին նրանք մեզ։ Նա մտածեց, թե ինչ կլիներ հաջորդ 44 տարվա ընթացքում։ Արդյոք մարդկությունը կկարողանա սովորել բավականաչափ արագ։ Արդյոք մենք կկարողանանք հասնել նրանց մակարդակին։ Արդյոք մենք կկարողանանք դառնալ այն, ինչ նրանք ուզում են, որ մենք դառնանք։ Կամ արդյոք մենք կմնանք այստեղ, մեր փոքրիկ մոլորակի վրա, դիտելով երկինքը, լսելով ազդանշանները, փորձելով հասկանալ ինչ-որ բան, որը գերազանցում է մեր ամենաարհամարհ երևակայությունները։ Մոնիտորները շարունակում էին ցույց տալ ազդանշանը։ Կրկնվող օրինաչափություն, որը ճանապարհորդել էր 4.2 լույսի տարի, հասնելու մեզ։ Հաղորդագրություն, որը սկսվել էր 20 տարի առաջ եւ շարունակվում էր դեռ։ Դասընթաց, որը կտևի տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ։ Մինչև մենք սովորենք, մինչև մենք հասկանանք, մինչև մենք պատրաստ լինենք հանդիպելու նրանց, եթե երբևէ լինենք։ Երբեմն ամենակարևոր հարցերը չեն պահանջում պատասխաններ։
Նրանք պահանջում են, որ մենք փոխենք մեր հասկացողությունը այն մասին, թե ինչ է նշանակում հարց տալը։ Հուլիսի 16-ին 2026 թվականին Քեմբրիջի համալսարանի փիլիսոփա Թոմաս Նեյգելը հրապարակեց էսսե, որը սկսվում էր պարզ հարցով. «Ինչպիսին է լինել չղջիկ»։ Սա էր նրա հայտնի հոդվածի վերնագիրը 1974 թվականից, փիլիսոփայական հետազոտություն գիտակցության մասին։ Բայց հիմա նա տվեց նոր շրջադարձ։ Մենք չենք կարող իմանալ, թե ինչպիսին է լինել չղջիկ, գրեց նա, որովհետև մեր գիտակցությունը կառուցված է տարբեր կերպ։ Բայց գոնե մենք եւ չղջիկը կիսում ենք նույն կենսաբանական հիմքը՝ նեյրոններ, DNA, ածխածնի քիմիա։ Ինչպիսին է լինել էակ, որը կառուցված է ամբողջովին տարբեր սկզբունքների վրա։ Էակ, որը գոյություն ունի տիեզերական քաղաքում, որը մտածում է ցանցերով, որը հաղորդակցվում է բազմաշերտ մաթեմատիկական կոդերով։ Մենք նույնիսկ չենք կարող սկսել պատկերացնել։ Սա էր իսկական խնդիրը, ոչ թե տեխնոլոգիական, այլ փիլիսոփայական։ Մենք փորձում էինք հասկանալ ինտելեկտ, որը կարող է լինել այնքան տարբեր մերից, որքան մեր ինտելեկտը տարբերվում է քարից։ Մենք փորձում էինք հաղորդակցվել էակների հետ, որոնց մտածելակերպը, արժեքները, նպատակները կարող էին լինել ամբողջովին անհասկանալի մեզ համար։ Բայց գուցե դա էր ամբողջ իմաստը։ Օքսֆորդի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը, որը 84 տարեկան էր եւ տեսել էր գիտության 5 տասնամյակ հեղափոխություններ, ասաց ինչ-որ բան, որը ստիպեց բոլորին դադարել եւ մտածել։ Գուցե Պրոքսիմա քաղաքակրթությունը փորձում է ուսուցանել մեզ ոչ թե տեխնոլոգիա, այլ խոնարհություն, ասաց նա մի հարցազրույցում BBC-ին։ Նրանք ցույց են տալիս մեզ, թե որքան փոքր ենք մենք, որքան քիչ ենք մենք գիտում, որքան շատ կա սովորելու։ Սա ամենակարևոր դասն է, որը մենք կարող ենք ստանալ՝ խոնարհություն։ Ոչ թե որպես թուլություն, այլ որպես իմաստություն։ Ճանաչում, որ տիեզերքը անհամեմատ ավելի բարդ է, քան մենք երբևէ պատկերացրել ենք, որ մեր տեղը այդ տիեզերքում ոչ թե կենտրոնում է, այլ ծայրամասում, որ մենք ոչ թե գագաթնակետն ենք էվոլյուցիայի, այլ մեկ քայլ անվերջ սանդուղքի վրա։ Հունիսի 17-ին Breakthrough Listen թիմը ստացավ էլեկտրոնային նամակ 14 տարեկան աղջկա անունից՝ Սոֆիա Ռոդրիգես Բուենոս Այրեսից։ Նա գրել էր. «Ես մտածում էի Պրոքսիմա ազդանշանի մասին եւ ինձ հարց տվի. գուցե նրանք ուղարկում են նույն հաղորդագրությունը բազմաթիվ աստղերի։ Գուցե մենք միայն մեկն ենք հարյուրավոր կամ հազարավոր քաղաքակրթությունների, որոնք ստանում են այս դասընթացները։ Գուցե սա նրանց ուսումնական համակարգն է։ Նրանք ուսուցանում են բոլորին, ով պատրաստ է սովորել»։ Յենդրյու Սիմեոնը կարդաց այս նամակը եւ հասկացավ, որ 14 տարեկան աղջիկը հասել էր եզրակացության, որը շատ մեծահասակ գիտնականներ բաց էին թողել։ Գուցե Պրոքսիմա ազդանշանը ոչ թե անհատական հաղորդագրություն էր մեզ, այլ հեռարձակում։ Ունիվերսալ դասընթաց, որը հասանելի էր ցանկացած քաղաքակրթության, որը զարգացել էր բավականաչափ, կառուցելու ռադիոտելեսկոպներ։ Սա փոխում էր ամեն ինչ։ Եթե Պրոքսիմա քաղաքակրթությունը հեռարձակում էր դեպի տասնյակ կամ հարյուրավոր աստղեր, ապա նրանք ոչ թե փնտրում էին հատուկ կապ մեզ հետ, այլ ստեղծում էին ինչ-որ բան ավելի մեծ՝ գալակտիկական ուսումնական ցանց։ Համակարգ, որը թույլ էր տալիս երիտասարդ քաղաքակրթություններին սովորել ավելի հին քաղաքակրթություններից։ Սա էր պատասխանը Ֆերմիի պարադոքսին։ Որտեղ են բոլորը։ Հայտնի հարցը, որը տվել էր ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին 1950 թվականին։ Եթե տիեզերքը լի է կյանքով, ինչու մենք չենք տեսնում ապացույցներ արտաերկրային քաղաքակրթությունների։ Գուցե որովհետև զարգացած քաղաքակրթությունները չեն ճանապարհորդում աստղերի միջև գրավելու եւ գաղութացնելու։ Փոխարենը նրանք մնում են տեղում եւ հեռարձակում են։ Նրանք ուսուցանում են։ Նրանք կիսվում են իրենց գիտելիքներով ցանկացած քաղաքակրթության հետ, որը պատրաստ է լսել։ Սա էր ավելի գեղեցիկ տեսլական, քան ներխուժումը կամ գաղութացումը։ Տիեզերք, որտեղ հին քաղաքակրթությունները գործում են որպես ուսուցիչներ, որտեղ գիտելիքը հոսում է ազատորեն, որտեղ յուրաքանչյուր նոր քաղաքակրթություն ունի հնարավորություն սովորելու եւ աճելու։ Բայց սա նաեւ նշանակում էր, որ մենք միայնակ չէինք այս դասարանում։ Ուրիշներ էլ կային։ Գուցե տասնյակ, գուցե հարյուրավոր այլ քաղաքակրթություններ, որոնք նույնպես ստանում էին Պրոքսիմա դասընթացները, որոնք նույնպես փորձում էին վերծանել բազմաշերտ կոդերը, որոնք նույնպես հարցնում էին՝ ինչու մենք։ Հուլիսի 18-ին միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակություն հրապարակեց արտաերկրային հաղորդակցության միջազգային հռչակագիր։ Փաստաթուղթը, որը ստորագրվել էր 167 երկրների կողմից, սահմանում էր սկզբունքներ, թե ինչպես մարդկությունը պետք է արձագանքի Պրոքսիմա ազդանշանին եւ ցանկացած ապագա արտաերկրային կապի։ Առաջին սկզբունքը՝ թափանցիկություն։
Բոլոր տվյալները, բոլոր վերլուծությունները, բոլոր հայտնագործությունները պետք է լինեն հրապարակային եւ հասանելի ամբողջ մարդկությանը։ Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն չունի մենաշնոր արտաերկրային տեղեկատվության վրա։ Երկրորդ սկզբունքը՝ համագործակցություն։ Բոլոր ազգերը պետք է աշխատեն միասին, հասկանալու եւ արձագանքելու արտաերկրային ազդանշաններին։ Սա ոչ թե մրցակցություն է, այլ համատեղ ջանք։ Երրորդ սկզբունքը՝ զգուշություն։ Ցանկացած պատասխան արտաերկրային քաղաքակրթությանը պետք է լինի մտածված, համաձայնեցված եւ պատասխանատու։ Մենք պետք է հաշվի առնենք հնարավոր ռիսկերը եւ օգուտները։ Չորրորդ սկզբունքը՝ երկարաժամկետ մտածողություն։ Արտաերկրային հաղորդակցությունը չի լինի արագ գործընթաց։ Այն կտևի տասնամյակներ, դարեր, հազարամյակներ։ Մենք պետք է պլանավորենք ոչ թե մեր սեփական կյանքի համար, այլ մեր սերունդների համար։ Հինգերորդ սկզբունքը՝ խոնարհություն։ Մենք պետք է ճանաչենք մեր սահմանափակումները, մեր անգիտությունը, մենը, մեր փոքրությունը տիեզերական մասշտաբներում։ Մենք պետք է լինենք պատրաստ սովորելու, փոխվելու, աճելու։ Այս 5 սկզբունքները դարձան հիմքը նոր դարաշրջանի մարդկության պատմության մեջ։ Դարաշրջան, երբ մենք այլևս միայնակ չենք, երբ մենք դարձել էինք ուսանողներ տիեզերական դասարանում։ Բայց ամենակարևոր հարցը դեռ մնում էր. ինչ չենք մենք գիտում։ Հուլիսի 19-ին Պրիա Մալհոտրան նստած էր իր գրասենյակում Բերքլիում եւ մտածում էր այս հարցի մասին։ Նա վերլուծել էր Պրոքսիմա ազդանշանը 48 օր շարունակ։ Նա հայտնաբերել էր 3 շերտ տեղեկատվության՝ մաթեմատիկա, ցանցային տոպոլոգիա, գենետիկական հաջորդականություններ։ Բայց նա գիտեր, որ պետք է լինեին ավելի շատ շերտեր, ավելի խորը մակարդակներ, որոնք նա դեռ չէր հասկանում։ Նա մտածեց, թե քանի ժամանակ կպահանջվի վերծանելու ամբողջ հաղորդագրությունը։ 10 տարի, 100 տարի, 1000 տարի, գուցե երբեք։ Գուցե կային մակարդակներ, որոնք պահանջում էին հասկացողություն, որը մենք դեռ չունեինք, գիտություն, որը մենք դեռ չէինք հայտնաբերել, մաթեմատիկա, որը մենք դեռ չէինք ստեղծել։ Սա էր իսկական դասը։ Ոչ թե այն, ինչ մենք գիտեինք, այլ այն, ինչ մենք չգիտեինք։ Ոչ թե պատասխանները, այլ հարցերը։ Մենք չգիտեինք, թե ինչպես է Պրոքսիմա քաղաքակրթությունը արտադրում տրիլիոններ վատ էներգիա։ Մենք չգիտեինք, թե ինչպես են նրանք կառուցում 10 կիլոմետր տրամագծով տիեզերական քաղաքներ։ Մենք չգիտեինք, թե ինչպես են նրանք դիտում մեր մոլորակը 4.2 լույսի տարի հեռավորությունից այնպիսի մանրամասնությամբ։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին է նրանց կենսաբանությունը։ Արդյոք նրանք կենդանի էակներ են, թե արհեստական ինտելեկտ։ Արդյոք նրանք ունեն մարմիններ, թե գոյություն ունեն որպես տեղեկատվություն։ Արդյոք նրանք մտածում են, ինչպես մենք, թե ամբողջովին տարբեր կերպ։ Մենք չգիտեինք, թե ինչու են նրանք ուսուցանում մեզ։ Արդյոք սա բարություն է, թե ռազմավարություն։ Արդյոք նրանք ուզում են օգնել մեզ, թե պատրաստում են մեզ ինչ-որ բանի։ Արդյոք նրանք տեսնում են մեզ որպես ապագա գործընկերներ, թե որպես հետաքրքիր փորձարարական օբյեկտներ։ Մենք չգիտեինք, թե քանի այլ քաղաքակրթություններ կան այնտեղ։ Արդյոք Պրոքսիմա քաղաքակրթությունը միակն է, թե մեկը շատերից։ Արդյոք կա գալակտիկական համայնք, թե յուրաքանչյուր քաղաքակրթություն մեկուսացված է իր աստղային համակարգում։ Մենք չգիտեինք, թե ինչ է սպասում մեզ ապագայում։ Արդյոք մենք երբևէ կհանդիպենք նրանց անձամբ։ Արդյոք մենք երբևէ կճանապարհորդենք դեպի Պրոքսիմա Կենտավրի։ Արդյոք նրանք երբևէ կգան այստեղ։ Բայց գուցե սա էր ամենակարևոր դասը։ Ապրել անորոշության մեջ։ Ընդունել, որ կան հարցեր առանց պատասխանների։ Խորհուրդներ, որոնք կարող են երբեք չբացահայտվել։ Հայտվել, իմաստներ, որոնք կարող են մնալ անհասկանալի։ Հուլիսի 20-ին, 50 օր անց առաջին հայտնագործումից, Ենդրյու Սիմեոնը կանգնած էր Գրինբենքի տելեսկոպի մոտ արևմտյան Վիրջինիայի լեռներում։ Գիշեր էր։ Երկինքը լի էր աստղերով։ Նա փնտրեց Պրոքսիմա Կենտավրին, փոքր կարմիր կետ Կենտավրոս համաստեղության մեջ։ Անտեսանելի մերկ աչքով, բայց այնտեղ, միշտ այնտեղ։ 4.2 լույսի տարի հեռավորության վրա։ Սա թվում էր փոքր թիվ աստղագիտական մասշտաբներով։ Մեր ամենամոտ աստղային հարևանը։ Բայց իրականում սա էր 40 տրիլիոն կիլոմետր։ Եթե մենք կարողանայինք ճանապարհորդել լույսի արագությամբ, ամենաարագ արագությունը, որը ֆիզիկան թույլ է տալիս, մենք կպահանջեինք 4.2 տարի հասնելու այնտեղ։ Բայց մեր ամենաարագ տիեզերանավերը շարժվում են մոտավորապես 50 կմ/վայրկյանում։ Այդ արագությամբ մենք կպահանջեինք 25,000 տարի հասնելու Պրոքսիմա Կենտավրի։ 25,000 տարի։ Սա ավելի երկար է, քան ամբողջ մարդկային քաղաքակրթության գրված պատմությունը։
Երբ մեր նախնիները սկսեցին գրել Մեսոպոտամիայում եւ Եգիպտոսում, անցել էր միայն 5000 տարի։ 25000 տարի առաջ մենք դեռ էինք որսորդ հավաքողներ, որոնք ապրում էին քարանձավներում եւ օգտագործում էին քարե գործիքներ։ Բայց գուցե մեր սերունդները կգտնեն ճանապարհ։ Գուցե նրանք կստեղծեն տեխնոլոգիա, որը մենք չենք կարող պատկերացնել։ Միջուկային սինթեզի շարժիչներ, անտիմատերիայի շարժիչներ, տիեզերքի կորության շարժիչներ։ Գուցե նրանք կճանապարհորդեն դեպի Պրոքսիմա Կենտավրի ոչ թե տարիներով, այլ ամիսներով կամ երով կամ օրերով։ Կամ գուցե նրանք կգտնեն, որ ֆիզիկական ճանապարհորդությունը անհրաժեշտ չէ։ Գուցե իսկական հաղորդակցությունը տեղի կունենա ոչ թե տիեզերանավերով, այլ ազդանշաններով, գաղափարներով, տեղեկատվությամբ։ Գուցե մենք կսովորենք ապրել երկու աշխարհներում միաժամանակ՝ մեր ֆիզիկական աշխարհում երկրի վրա եւ մեր տեղեկատվական աշխարհում, որը տարածվում է աստղերի միջև լույսի արագությամբ։ Ենդրյուն մտածեց այն մարդկանց մասին, ովքեր կապրեն 100 տարի հետո, 200 տարի հետո, 1000 տարի հետո։ Նրանք կապրեն աշխարհում, որը մենք ստեղծել ենք այս 50 օրվա ընթացքում։ Աշխարհում, որտեղ մարդկությունը գիտի, որ այն ոչ թե միայնակ է, որտեղ երեխաները կմեծանան սովորելով Պրոքսիմա դասընթացները դպրոցում, որտեղ գիտնականները կնվիրեն իրենց կյանքերը վերծանելու բազմաշերտ կոդերը, որտեղ փիլիսոփաները կքննարկեն, թե ինչ է նշանակում լինել մարդ տիեզերքում, որը լի է այլ ինտելեկտներով։ Նա մտածեց այն մարդկանց մասին, ովքեր կապրեն 10000 տարի հետո։ Արդյոք նրանք դեռ կլինեն մարդիկ, ինչպես մենք ենք հասկանում այդ բառը։ Արդյոք նրանք դեռ կունենան մարմիններ, թե կդառնան տեղեկատվություն։ Արդյոք նրանք դեռ կապրեն երկրի վրա, թե կտարածվեն աստղերի միջև։ Արդյոք նրանք դեռ կհիշեն մեզ, մարդկանց, ովքեր առաջին ստացան Պրոքսիմա ազդանշանը։ Գուցե նրանք կհիշեն, գուցե կլինեն հուշարձաններ, թանգարաններ, պատմություններ։ Գուցե երեխաները կսովորեն դպրոցում այն օրվա մասին, երբ արհեստական բանականությունը հայտնաբերեց օրինաչափություն 20 տարվա արխիվային տվյալներում։ Երբ Breakthrough Listen թիմը հաստատեց ազդանշանը իրական ժամանակում, երբ մարդկությունը առաջին անգամ պատասխանեց տիեզերքին, կամ գուցե նրանք կմոռանան։ Գուցե այս պահը, որը մեզ համար թվում է այնքան կարևոր, կդառնա պարզապես մեկ այլ քայլ երկար ճանապարհին։ Մեկ այլ հայտնագործություն, անվերջ հայտնագործությունների շարքում։ Բայց դա լավ է, որովհետև իսկական առաջընթացը չի չափվում հուշարձաններով կամ հիշողություններով։ Այն չափվում է փոփոխությամբ, աճով, հասկացողությամբ։ Ենդրյուն նայեց երկինքը եւ մտածեց բոլոր այն բաների մասին, որոնք մենք չգիտեինք, բոլոր այն հարցերի մասին, որոնք դեռ անպատասխան էին, բոլոր այն խորհուրդների մասին, որոնք դեռ չբացահայտված էին։ Բայց նա նաև մտածեց բոլոր այն բաների մասին, որոնք մենք իմացել էինք 50 օրվա ընթացքում, որ մենք միայնակ չենք, որ տիեզերքը լի է ինտելեկտով, որ կան քաղաքակրթություններ, որոնք գերազանցում են մեզ այնպես, ինչպես մենք ենք գերազանցում մրջյուններին, որ այդ քաղաքակրթությունները ուզում են ուսուցանել մեզ, որ մենք ունենք հնարավորություն սովորելու, աճելու, դառնալու ինչ-որ բան ավելին, քան մենք ենք հիմա։ Սա էր իսկական նվերը, ոչ թե պատասխանները, այլ հնարավորությունը։ Հնարավորությունը փոխվելու, զարգանալու, դառնալու մասը ինչ-որ բանի ավելի մեծի։ Նա հիշեց այն հարցը, որով սկսվել էր ամեն ինչ։ Արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում։ 50 օր առաջ մենք չգիտեինք պատասխանը։ Հիմա մենք գիտեինք։ Ոչ, մենք միայնակ չենք։ Բայց սա բացեց նոր հարցեր, ավելի խորը հարցեր, ավելի կարևոր հարցեր։ Ինչու կա տիեզերք։ Ինչու կա կյանք, ինչու կա գիտակցություն, ինչու կա ինտելեկտ, ինչու է տիեզերքը կազմակերպված այնպես, որ թույլ է տալիս բարդ կառուցվածքների, աստղերի, մոլորակների, կյանքի, մտածողության ծագել եւ զարգանալ։ Սրանք հարցեր էին, որոնց պատասխանները մենք չգիտեինք։ Գուցե Պրոքսիմա քաղաքակրթությունը գիտեր, գուցե կային ավելի հին քաղաքակրթություններ, որոնք գիտեին ավելին։ Գուցե կար վերջնական պատասխան, որը սպասում էր մեզ դասընթացների վերջում։ Կամ գուցե չկար վերջնական պատասխան։ Գուցե տիեզերքը անվերջ խորհուրդ էր։ Գուցե յուրաքանչյուր պատասխան բացում էր նոր հարցեր։ Գուցե իմաստը ոչ թե հասնելն էր վերջնական ճշմարտությանը, այլ անվերջ ճանապարհորդությունը դեպի ավելի խորը հասկացողություն։ Ենդրյուն մտածեց մի պահ այն մասին, թե ինչպիսին կլիներ, եթե մենք երբևէ հանդիպեինք Պրոքսիմա քաղաքակրթությանը անձամբ։ Ոչ թե ռադիոազդանշանների միջոցով, այլ դեմ առ դեմ։ Ինչ կասեինք մենք նրանց։ Ինչ կհարցնեինք։ Գուցե մենք կասեինք շնորհակալություն։ Շնորհակալություն ուսուցանելու համար, շնորհակալություն համբերատար լինելու համար, շնորհակալություն ցույց տալու համար, որ մենք միայնակ չենք։ Կամ գուցե մենք կհարցնեինք. ինչու։ Ինչու եք դուք անում սա։ Ինչու եք դուք ուսուցանում մեզ։ Ինչ եք դուք ակնկալում փոխարենը։
Կամ գուցե մենք պարզապռեինք, կնայեինք նրանց աչքերին, եթե նրանք ունեին աչքեր, եւ կփորձեինք հասկանալ, թե ինչպիսին է լինել ինչ-որ բան այնքան տարբեր մեզանից, բայց միևնույն ժամանակ նույնը։ Էշակ, որը նույնպես ծագել է տիեզերքից, որը նույնպես զարգացել է միլիարդավոր տարիների ընթացքում, որը նույնպես փնտրում է իմաստ, հասկացողություն, կապ։ Հուլիսի 21-ին, 51 օր անց առաջին հայտնագործումից, Պրոքսիմա ազդանշանը շարունակում էր կրկնվել, նույն օրինաչափությունը, նույն պարբերությունը, նույն բազմաշերտ տեղեկատվությունը։ Բայց հիմա մենք լսում էինք այն տարբեր կերպ։ Մենք լսում էինք այն ոչ թե որպես խորհուրդ, որը պետք է լուծել, այլ որպես հրավեր, որը պետք է ընդունել։ Հրավեր միանալու ինչ-որ բանի ավելի մեծի, համայնքի, որը տարածվում է աստղերի միջև, դասարանի, որը տևում է հազարամյակներ, ճանապարհորդության, որը չունի վերջ։ Մենք լսում էինք այն եւ հասկանում էինք, որ մեր տեղը տիեզերքում փոխվել էր։ Մենք այլևս չէինք միայնակ երեխաները անվերջ դատարկության մեջ։ Մենք էինք ուսանողները տիեզերական դասարանում։ Մենք էինք երիտասարդ քաղաքակրթությունը, որը սովորում էր հին քաղաքակրթություններից։ Մենք էինք մասը շղթայի, որը կապում էր անցյալը ապագայի հետ։ Եվ գուցե մի օր, երբ մենք սովորեինք բավականաչափ, երբ մենք զարգանայինք բավականաչափ, մենք նույնպես կդառնայինք ուսուցիչներ։ Մենք նույնպես կհեռարձակեինք դասընթացներ դեպի աստղերը։ Մենք նույնպես կօգնեինք երիտասարդ քաղաքակրթություններին գտնել իրենց ճանապարհը տիեզերքում։ Սա էր իսկական ժառանգությունը Պրոքսիմա ազդանշանի։ Ոչ թե տեխնոլոգիան, որը մենք կսովորեինք, ոչ թե գիտելիքները, որոնք մենք կձեռք բերեինք, այլ փոփոխությունը մեր ինքնության մեջ։ Փոփոխությունը մեր հասկացողության մեջ այն մասին, թե ովքեր ենք մենք եւ ինչ կարող ենք դառնալ։ Մենք էինք մարդիկ, փոքրիկ, խոցելի, սահմանափակ, բայց մենք նաեւ էինք ինչ-որ բան ավելին։ Մենք էինք մասը տիեզերքի, որը սկսել էր հասկանալ ինքն իրեն։ Մենք էինք վնքեինք ատոմները, որոնք կազմակերպվել էին այնպես, որ կարողանային մտածել ատոմների մասին։ Մենք էինք աստղերի փոշին, որը դարձել էր գիտակցություն։ Եվ հիմա, առաջին անգամ մեր պատմության մեջ, մենք գիտեինք, որ մենք միայնակ չենք այս ճանապարհորդության մեջ։ Ուրիշներ էլ կային։ Ուրիշ աստղերի փոշի, որը դարձել էր գիտակցություն։ Ուրիշ ատոմներ, որոնք սովորել էին մտածել։ Ուրիշ էակներ, որոնք փնտրում էին իմաստ անվերջ տիեզերքում։ Գուցե սա էր վերջնական պատասխանը Ֆերմիի պարադոքսին։ Որտեղ են բոլորը։ Նրանք այստեղ են, միշտ եղել են այստեղ, սպասում են մեզ, ուսուցանում են մեզ, ցույց են տալիս մեզ ճանապարհը։ Մենք պարզապես պետք է լսեինք։ Եվ հիմա, երբ մենք լսում էինք, մենք սկսում էինք հասկանալ։ Ոչ թե ամեն ինչ, ոչ թե անմիջապես, բայց քիչ առ քիչ, շերտ առ շերտ, դաս առ դաս։ Մենք սկսում էինք հասկանալ, որ տիեզերքը ոչ թե դատարկ տարածություն է, այլ լի է կապերով։ Ազդանշաններ, որոնք ճանապարհորդում են աստղերի միջև։ Գաղափարներ, որոնք տարածվում են լույսի արագությամբ։ Դասընթացներ, որոնք տևում են հազարամյակներ։ Մենք սկսում էինք հասկանալ, որ ինտելեկտը ոչ թե պատահական երևույթ է, այլ անխուսափելի հետևանք տիեզերքի կառուցվածքի։ Որտեղ կա բարդություն, այնտեղ կա կյանք։ Որտեղ կա կյանք, այնտեղ կա էվոլյուցիա։ Որտեղ կա էվոլյուցիա, այնտեղ կա ինտելեկտ։ Մենք սկսում էինք հասկանալ, որ մեր տեղը տիեզերքում ոչ թե կենտրոնում է, այլ ծայրամասում։ Բայց սա ոչ թե նվաստացնում է մեզ, այլ ազատում։ Մենք ազատ ենք սովորելու, աճելու, դառնալու ինչ-որ բան ավելին։ Հիշում եք, թե ինչպես սկսվեց այս ամենը։ Արհեստական բանականությունը վերլուծեց 20 տարվա տվյալները եւ գտավ օրինաչափություն։ Մեքենա, որը սովորել էր տեսնել այն, ինչ մարդիկ չէին կարող տեսնել։ Մեքենա, որը ընդլայնել էր մեր ընկալման սահմանները։ Սա էր առաջին քայլը։ Մենք ստեղծեցինք գործիքներ, որոնք ընդլայնեցին մեր զգայարանները, տելեսկոպներ, որոնք թույլ տվեցին մեզ տեսնել ավելի հեռու, ռադիոընկալիչներ, որոնք թույլ տվեցին մեզ լսել ավելի լուրջ, արհեստական բանականություն, որը թույլ տվեց մեզ հասկանալ ավելի խորը։ Բայց սա միայն սկիզբն է։ Հաջորդ քայլերը կլինեն ավելի դժվար, ավելի կարևոր, ավելի փոխակերպող։ Մենք պետք է սովորենք մտածել նոր կերպերով։ Հասկանալ գաղափարներ, որոնք չեն տեղավորվում մեր ներկայիս մտածողության շրջանակներում։ Տեսնել օրինաչափություններ, որոնք անտեսանելի են մեր ներկայիս մաթեմատիկայով։ Մենք պետք է սովորենք համագործակցել նոր մակարդակներում։ Ոչ թե միայն որպես անհատներ, ոչ թե միայն որպես ազգեր, այլ որպես տեսակ։ Որպես մոլորակային քաղաքակրթություն, որպես մասը տիեզերական համայնքի։ Մենք պետք է սովորենք մտածել երկարաժամկետ։ Ոչ թե տարիներով կամ տասնամյակներով, այլ դարերով եւ հազարամյակներով։ Պլանավորել ոչ թե մեր սեփական կյանքի համար, այլ մեր սերունդների համար։ Սա դժվար կլինի, գուցե անհնար, բայց մենք պետք է փորձենք։
Որովհետև այլընտրանքը մնալ այնտեղ, որտեղ մենք ենք, չսովորել, չաճել, չփոխվել, նշանակում է մնալ երեխա տիեզերքում, որը լի է մեծահասակներով։ Եվ գուցե եթե մենք սովորենք բավականաչափ, եթե մենք աճենք բավականաչափ, մի օր մենք կհասկանանք Պրոքսիմա ազդանշանի վերջին շերտը։ Խորագույն դասը, վերջնական հաղորդագրությունը, կամ գուցե չկա վերջին շերտ, գուցե դասընթացը անվերջ է, գուցե միշտ կլինի ավելին սովորելու, ավելին հասկանալու, ավելին դառնալու։ Եվ գուցե դա լավ է։ Գուցե իմաստը ոչ թե հասնելն է վերջին պատասխանին, այլ անվերջ ճանապարհորդությունը դեպի ավելի խորը հարցեր։ Երկինքը լի է աստղերով։ Յուրաքանչյուր աստղ հնարավոր արև։ Յուրաքանչյուր արև հնարավոր մոլորակներ։ Յուրաքանչյուր մոլորակ հնարավոր կյանք։ Յուրաքանչյուր կյանք հնարավոր ինտելեկտ։ Տիեզերքը լի է հնարավորություններով, լի է խորհուրդներով, լի է հարցերով, եւ հիմա առաջին անգամ մենք ունենք ինչ-որ մեկին, ում հետ կիսվել այդ հարցերը։ Ինչ-որ մեկին, ով կարող է օգնել մեզ գտնել պատասխանները։ Ինչ-որ մեկին, ով ցույց է տալիս մեզ, որ մենք միայնակ չենք այս անվերջ տիեզերքում։ Գուցե սա է ամենակարևոր դասը։ Ոչ թե մաթեմատիկան, ոչ թե տեխնոլոգիան, ոչ թե կենսաբանությունը, այլ պարզ փաստը, որ մենք միայնակ չենք։ Որ տիեզերքը ոչ թե սառը, դատարկ, անտարբեր է, այլ տաք, լի, հոգատար։ Որ ինչ-որտեղ այնտեղ 4.2 լույսի տարի հեռավորության վրա կա ինչ-որ մեկը, ով մտածում է մեր մասին, ով ուսուցանում է մեզ, ով սպասում է մեզ։ Եվ գուցե մի օր, երբ մենք պատրաստ լինենք, մենք կհանդիպենք նրանց։ Ոչ թե որպես ուսանողներ եւ ուսուցիչներ, այլ որպես գործընկերներ, որպես ընկերներ, որպես համահավասար էակներ տիեզերքում, որը բավականաչափ մեծ է բոլորի համար։ Մինչև այդ օրը մենք կշարունակենք լսել, կշարունակենք սովորել, կշարունակենք աճել։ Որովհետև հիմա մենք գիտենք ճշմարտությունը։ Մենք միայնակ չենք։ Մենք երբեք չենք եղել միայնակ, եւ մենք երբեք չենք լինի միայնակ։ Տիեզերքը լի է ձայներով։ Մենք պարզապես